Մենք խախտում ու թերություն գտնող ենք։ Բայց այդ ձայնը որքանով ազդեցիկ։ Այս դու քանի ձայն ես։ Փողը լավ ծառայա, բայց վատ տեր, հիմա Հայաստանում վատերն ու ով ծառան։ 58% բնակչությունը բաժնետեր է։ Գերմանիայում 5%-ից մեկն է բաժնետեր։ Սովետից մնացած դասագրքերով են անցնում, այնինչ արդեն գիտությունը մի 3 անգամ հերքել է այդ ապացույցները, որի մասին շատերը չգիտեն։ Դա մենք տենց բետոն ու քար սիրող ժողովուրդ է։ Սեփական փողը ավելի թանկ է, քան թե վարկը։ Google-ի տնօրենն է, Microsoft-ի Excel-ը Apple-ի Tim Cook-ին փոխարինել։ դասախոսին փոխարինեց արհեստական բանականությունը։ Արդյոք այն հատուցումը, որ դու ակնկալում ես, համաչափային ռիսկին, որ դու վերցնում ես, թե չէ։ Ողջույն, 10.5 Talks-ը կրթական ոդկաստ է կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10.5 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10.5 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Արաջան, ողջույն։ Բարի գալուստ 10.5 Talks կրթական ոդկաստ։ Ողջույն։ Սկսենք մեր ավանդական հարցից։ Ինչ եք անում առավոտյան 10.5-ին եւ որտեղ եք լինում սովորաբար։ Առավոտյան 10.5-ին իմ օրը արդեն տենց մի 4 ժամ սկսած է լինում։ Կեսօր է իմ համար արդեն։ Որտեղ եմ լինում, հավանաբար ինչ-որ միտեղ աշխատում եմ։ Իսկ երեկոյան ժամերին, երեկոյան 10.5-ին որտեղ եք լինում ու ինչ եք անում։ Երեկոյան 10.5-ին արդեն իմ մարդկոցները նստած են, պատրաստվում գնելու երևի։ Քանիսին եք արթնանում, որ 10.5-ն արդեն կեսօր է։ 6-6.5։ Ինչ եք անում այդքան շուտ։ 2 օր գնում եմ մարզասրահ, մյուս օրերին հիմնականում կարդում եմ։ Եվ առավոտյան թեթև մարզանք, ջուր խմել, կարդալ, երբ որ գործերը շատ է, ավելի շուտ եմ սկսում աշխատել։ Այդ լուր ժամերն է, որ ոչ մեկ չի գրում, չի զանգում։ Տնեցիներն էլ քնած են սովորաբար, իսկ մի 2 ժամ ազատ բան կա էլի։ Անաղմուկ ժամանակ կա, հետո օրվա մեջ այնքան են գրում անընդհատ տարբեր մեսենջերներ, մեյլեր, զանգեր, օրվա մեջ չի լինում կենտրոնանալ։ Իսկ ինչքան ժամանակ է, որ կարողանում եք ժամը 6-ից արթնանալ ու կայունա դա, թե որոշակի փոփոխություններով։ Արդեն 4 տարի է։ 4 տարի ստաբիլ։ Ընտիր։ Ստրեսային պերիոդներ կենտրոնական բանկում, երբ որ ուղեղս էր շուտ արթնանում, սկսում էր նախորդ օրվա ինֆորմացիոն աղբը վերամշակել, այսպես ասած, ու ժամանակվանից տենց սովորություն դարձավ շուտ արթնանալ։ Շատ լավ սովորություն է։ Ստրեսը մեկ-մեկ օգտակար է լինում։ Կենտրոնական բանկից խոսենք։ Կենտրոնական բանկ մտել եմ ամենա ներքևի կետից, կարելի ասել, որովհետև 4-5-րդ կուրսերում ես արդեն աշխատում էի եւ 5-րդ կուրսում ՄԱԿ-ի ծրագրերից մեկի հետ պայմանագիր ունեի 96-7 թվականներին, ժամանակ $250 գումար փող էի ստանում, այդ ինչ-որ չլսված թիվ էր, բայց հետո գնացի բանակ համալսարանը ավարտելուց հետո եւ վերադարձել եմ 98-ի դեկտեմբերին ընդունվել եմ կենտրոնական բանկ որպես ստաժոր, այն ժամանակ տենց
հասկացողություն կար, երբ որ քեզ չէին վճարում, տենց մի 3.5-4 ամիս ստաժոր եմ եղել, իմ հետ մի սենյակում նստում էին այսօրվա բանկերի ղեկավարներից շատերը, ու մենք ամբողջ օրը ինչ-որ գիրք էինք կարդում կանոնակարգերի, ու պատրաստվում էինք ատեստացիաների, կար փոքր ու մեծ ժյուրիներ, այսպես ասած, այդ ստաժորից պայմանագրայինի տարբեր աճերի համար կար փոքր ժյուրի, իսկ մշտական հաստիկը գրվելու համար պետք է մտնեիր խորհուրդ կենտրոնական բանկի, որը մեծ ժյուրին էր։ Այդ փոքրի քայլերն էլ հետևյալն էր, ստաժորից, երբ որ ես երկրորդ փորձից անցա ատեստացիան, առաջի անգամ անհաջող ստացվեց, առաջի անգամ որ անցա 5000 դրամ էր աշխատավարձս, ես այդ ժամանակ արդեն ամուսնացած էի, 2 երեխա ունեի։ Այդ որ թվերին 99, ավելի շուտ երկրորդս 99-ա ծնվել, 5000 դրամ, հետո մի ամիս հետո գալիս ես նորից ես մտնում այդ 5-ը կարող է 10 դառնա, 10-ը 15, տենց մինչև 25 էր աճում, էլի այդ ոնց որ առաստաղներ։ Ասածս էնա, որ ես տենց ամենաներքևից քայլ առ քայլ աճել եմ մինչև 2005 թիվ սկզբում վերահսկողությունում եմ սկսել, հետո տեղափոխվել եմ աուդիտ, 2005-ին արդեն ավագ կամ առաջատար աուդիտոր էի, բայց դուրս եկա բանկից, գնացի Arm-Swiss բանկ, իմ նախկին ղեկավարի հետ, առևտրային բանկի կարիերան սկսել է 2005-ից 7-ին, հետո հանքարդյունաբերություն եմ գնացել աշխատելու, որպես ֆինանսական տնօրեն արդեն, այդ ընթացքում ես արդեն ավարտել էի ամերիկյան համալսարանի ֆինանսներ հաշվապահություն մասնագիտացմամբ MBA կամ գործարար կառավարման ֆակուլտետը, Fletcher էի գնացել եկել, մեր խումբն էլ տենց բավականին հայտնի խումբ է, էլի մի շարք բանկերներ են տեղից դուրս եկել, 2006-ին ես վերջացրեցի իմ ACCA 14 քննությունները, ստացա ACCA որակավորում, այդ ժամանակ որ գնացի ֆինանսական տնօրեն արդեն ACCA ունեի, մի տարի աշխատեցի հանքարդյունաբերությունում բավականին տարբերվող ու հետաքրքիր փորձառություններ, հետո տեղափոխվել եմ մեծ առևտրային ընկերությունների խումբ, դեղել եմ մի տարուց ավել աշխատել, էլի շատ հետաքրքիր փորձառություններով եմ անցել, 2010-ին ինձ հրավիրել են կենտրոնական բանկ ղեկավարելու ներքին աուդիտի վարչությունը, բաժին չէ, ինքը վարչություն էր, որտեղ 3 բաժին կար, տեղ 2010-ից մինչև 20-ն եմ աշխատել, որից հետո 20 թվականին դարձել եմ նոր ստեղծված կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն, այդ արդեն բավականին մեծ ստրուկտուրա էր, մոտավորապես մինչև 300 հոգի աշխատողով, ինչի մինչև 300, որովհետև մի մասը պայմանագրային էին, ոնց որ հաստիքի չէին, բայց ընդհանուր առմամբ այդքան հասնում էր, ու բավականին տարբերվող էր նախորդ ոլորտից, որտեղ մեր շեշտը հիմնականում միջազգային որակավորումների ու բարձր որակավորված մասնագետների վրա էր, ես դրան ասում էի հատուկ ջոկատ կամ հատուկ նշանակության ջոկատ, որից գնացի, այսպես ասած, մոտոհրաձգային գումար տակ, մոտավորապես թվերն էլ է շատ նման, որտեղ ամեն ձևի ոնց որ հմտություններով, որակավորումներով մարդիկ կային ու մի քանի վարչություններ էին, բաժիններ էին, կենտրոններ էին, ծառայություններ էին, երևի իմ համար ամենահետաքրքիրը անձնակազմի կտորներ, բայց բացի անձնակազմ ունեինք ֆինանսահաշվապահական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և անվտանգություն, որը իմ գործընկերը և տեղակալն էր կոորդինացնում, նախագծերի կառավարում, որակ, գործերի կառավարչություն, գնումներ, բավականին բազմազան է, այդ դեպարտամենտը ստեղծվել է իմ գնալով, իմ դուրս գալուց հետո կարելի է ասել քիչ-քիչ կազմաքանդվել է, այլևս չկա։
մեր գործընկեր TCF Armenian մեկնարկել է իր թիմի համալրման հեղինակային Growth Formula ծրագիրը։ Այս անգամ արդեն AI բաղադրիչով։ 1.5 ամիս տևող այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ TCF Armenia-ի թիմին, աշխատել միջազգային շուկաների հետ, AI-ի հետ խոսել դույով և գտնվել պայծառ ու լուսավոր համագործակցող մարդկանց միջավայրում։ Մանրամասները կայքում կամ ընկերության Facebook-յան, LinkedIn-յան և Instagram-յան էջերում։ Պատճառը, այսինքն ձեր գործունեությամբ էր պայմանավորված համակարգի աշխատել, չաշխատելը։ Երևի թե իմ անձով չեմ ուզում մի քիչ մեծամիտ հնչի, բայց դրանից հետո ըստ երևույթին համապատասխան փոխարինող չեն գտել կամ գուցե այլ պատճառներով, բայց ամեն դեպքում ինքը մեծ ֆրոնտ էր, որը տենց դժվար էր փակել իմ այդ երկար տարիների փորձառությունը տարբեր կողմերից տիրապետելը, իմանալը եւ որոշակի գուցե հեղինակությունը դեր ունեին այդ ամեն ինչում էլի։ Հասկանալի է։ Քանի որ տարբեր կառույցներում եք եղել ու նաև բավական երկար փորձառություն ունեք, եւ ձեր փորձառությամբ եւ նաև ընդհանրապես կարող եք ասել ինչն է մարդուն պահում համակարգի մեջ երկար ժամանակ, իբրև թիմակից, իբրև աշխատակից, որն է այդ հիմնական մեխը, որ մարդիկ կարող են մնալ նույն կառույցում ու չմտածել աշխատավեր։ Մարդկանց համար չեմ կարող ասել, կամ երևի թե ճիշտ չի ասել, որովհետև հաճախ մարդիկ նույն տեղում մնում են, որովհետև իներտ են լինում, բայց իմ համար հաստատ դա չի եղել պատճառները եւ ինչպես ասեցի, ոնց որ գնացել եկել եմ ու էլի տենց մարդիկ կային, ասում էին գնացած հետ եկած իմ համար նույն տեղում նույն բանը անելը դժվար է, որովհետև ես ձանձրանում եմ։ Ինչն է ինձ պահել է, որ ես հստակ եմ առաջ, ես ինքս իմ առաջ միշտ խնդիրներ եմ ձևակերպել ու գնացել եմ դրանց հետևից ու կարևոր դեր է ունեցել թիմը իմ համար եւ նեղ իմաստով եւ լայն իմաստով, ընդհանրապես ասած հետաքրքիր է, որ կողքդ հետաքրքիր մարդիկ կան ու դու իրանցից էներգիա ես ստանում ու տալիս ես։ Այդ խնդիրները նաև միասին եք լուծում։ Նաև խնդիրներ ես ձևակերպում, որոնք լուծում ես, որտեղ եթե խնդիր չկա լուծելու, մի տեսակ երևի անհետաքրքիր է դառնում։ Կարևոր բան ասեցիք։ Մի հատ բան կա, Կայզենի փիլիսոփայություն ճապոնական մշակույթում, որը հենց էս մարդուն համակարգի մեջ պահելու լավագույն օրինակը ու Կայզենը շարունակական կատարել է գործումը։ Toyota-ի օրինակը երևի գիտեք, որ իրենք հենց գործնականում կիրառեցին 1950-ականներին, երկրորդ համաշխարհայինից հետո ավտոարդյունաբերության մեջ բավականին այսպես զիջող դիրքերում էին ամերիկյան տարբեր կազմակերպությունների համեմատ, բայց ընդհանրապես այդ փիլիսոփայությամբ, որ աշխատակիցը այդ խնդիր լուծողն է եւ խնդիր նկատողը սեփականատեր այսպես կազմակերպության, ընդհանրապես այդ փիլիսոփայությունը որդեգրելով իրենք կարողացան 10 տարում, 20 տարում գերազանցել մյուս բոլոր ոլորտների ավտոարտադրողներին ու հենց բանի Toyota Corolla-ն էլ 50 միլիոն օրինակով ամենաշատ վաճառված ճապոնական մեքենան եղավ Ամերիկայում։ Այս առումով ոնց որ մարդու կարևորությունը, իբրև ոչ աշխատող միայն, այլ նաև գաղափարակից, այ խնդիր լուծող նման պրակտիկաներ ձեզ մոտ եղել են ու կան ինչ-որ հետաքրքիր դեպքեր, որ այս մեխանիզմով ոչ թե աշխատող, այլ իբրև թիմակից, գաղափարակից հիշում եք ձեր գործունեության մեջ, որտեվ ինքներդ էլ ասացիք, որ թիմը ձեր համար կարևոր էր, հաստատ ունեիք նաև այդ արժեքները կիսող մարդիկ, ում հետ գնացել եք։ Բնականաբար այդ թիմը հատիկ ենք հավաքել եւ ես այդ բառը չեմ սիրում աշխատող։ Ես վերջերս մի տեղ էի, մի մարդ ներկայացնում էր, ասում էր իմ աշխատողն է, այս աշխատողները ընդ որում տարբեր հերթով ասում էին
մենք իր աշխատողը չենք, մենք բաժնի աշխատողն ենք։ Շատ վատ ներկայացնելու ձևը։ Որովհետև դե մենք կենտրոնական բանկում տես տարբեր բառերի վրա լավ կենտրոնացել էինք, երբ որ ռազմավարություն էինք մշակում ու սկսել էինք արժեքներից, օրինակ հետաքրքիր համադրություն կար սովետական, այսպես ասած, կոլեկտիվ բառի եւ թիմի, որաբար որ հավաքվում են, խմում են կոլեկտիվի կենացը, տենց ընդունված մի հատ կենաց կա, բայց կոլեկտիվ բառը ինքը ինչ որ լավ բառ չի կամ անիմաստ բառ է, էլի կոլեկտիվ ինչ է նշանակում, հավաքածու, եթե բառացի թարգմանենք, էլի։ Իսկ թիմը ավելի շատ ոնց որ մարզական թիմն է, ճիշտ է, ֆուտբոլի թիմ, բասկետբոլի թիմ, որոնք միասին խնդիր են լուծում եւ ոնց որ մրցում են հակառակորդի դեմ եւ որպեսզի հաղթեն։ Իսկ կոլեկտիվը որպես այդպեսին տես խնդիր չունի, որ թիմային նպատակ, էլի, կոլեկտիվ նպատակը մի քիչ տենց շատ կոլխոզային է հնչում, էլի։ Կարևոր են, չէ՞, բառերը, բայց շատ կազմակերպություններ նշանակություն չեն տալիս, թվում է թե ֆունկցիան աշխատակցի, թիմակցի չի փոխվում բառընտրությունից կախված, բայց ես օրինակ հենց բառերի վրա բավականին շեշտ եմ դրել, երբ որ աուդիտում տրանսֆորմացիա ենք անում, ու շատ տեղեր կա այդ, ամեն տեղ էլ որտեղ պատահում է, ասում եմ դի բառերից սկսեք, ասում են աուդիտ, բայց ասում են գնացել էինք ստուգման։ Ես մեր թիմում այդ բառը ոնց որ արմատախիլ էինք արել։ Ստուգել բառը ինքը ոնց որ նախ ինչ որ բացասական բան ունի, երկրորդը աուդիտի տեսանկյունից ինքը աուդիտորական պրոցեդուրա է, այսպես ասած, հա, աուդիտում կան տարբեր գործիքներ, օրինակ փաստաթղթային ստուգում, օրինակ հարցազրույց, օրինակ անգլերեն ասում են walk through, այսինքն երբ որ դու վերցնում ես գործընթացը եւ քայլ առ քայլ քայլում ես, հա, մեջով, վերլուծություն, տվյալների վերլուծություն եւ այլն, այսինքն ստուգում, անգլերեն inspection-ը, այդ մի հատ կոնկրետ աուդիտորական պրոցեդուրա է, բայց մեր մոտ ստուգելը, ստուգողը ինքը տենց մի հատ ռևիզորի իմաստ ունի, ու որպեսզի մենք փոխեինք աուդիտի այդ ընկալումը, մենք որոշեցինք, որ ստուգել բառը տաբու է, չի կարելի օգտագործել, աուդիտ ենք ասում։ Մենք գնում ենք աուդիտ անելու, ոչ թե մենք գնում ենք ստուգելու։ Մենք աուդիտոր ենք, ոչ թե ստուգող ենք։ Հա, ով է այդ աուդիտորը, հենց այդ սխալ ընկալումը կա, որ վերահսկողն է, չգիտեմ, այդ դրսից եկած ինչ որ բան ստուգողն է, բայց արդյոք ինքը նաև հենց ընկերության հայելին չի, հա, որտեղ երևում է ամբողջ ընկերության բարոյական նկարագիրը, սխալները, ճիշտ կողմերը, առավելությունները, թերությունները։ Նայեք, մյուս բանն էլ է դա, որ սխալներ, թերությունները դա գործի ընթացքում բնականաբար պատահում են, բայց մյուս տարածված ստերեոտիպն է, որ մենք խախտում ու թերություն գտնող ենք։ Հա, իսկ դա եւս պետք է փոխել, եթե դու ուզում ես լավ աուդիտով զբաղվել, այսպես ասած, կա հին դպրոց կամ բռնող, հա, ոստիկանի ոնց որ տեսակը եւ ավելի գործընկերային։ Գործընկերայինի դեպքում դու ի սկզբանե մարդուն բացատրում ես, որ մենք եկել ենք քո հետ համատեղ քո ռիսկերը բացահայտելու եւ օգնելու համոզվելու նախ, որ դու հսկողություններ ունես, եթե չունես, ապա միասին գտնելու ճիշտ լուծումներ, ինչպես հսկողություններ դնել, որովհետեւ թերությունը, խնդիրը, բաց թողումը կարաս գտնես, հետո ինչ է լինում, գնացեք վերասրեք, գնում են վերացնում են սիմպտոմը, բայց լավ աուդիտը, լավ բժիշկ ոնց որ դու գնաս լավ բժիշկի մոտ, դիագնոզ անում, հասկանում է ինչ խնդիր կա, ոնց կանխարգելել մեթոդով, թե ինչու է այդ թերությունը տեղի ունեցել, այսինքն դու գնում հասնում ես սկզբնարմատին, ասենք 5 ինչուների մեթոդը, եթե չիմանան մարդիկ։ Դե դա էլ կարծեմ Toyota-ից է, թե որտեղից է, որ 5 անգամ ինչու ես հարցնում, այսինքն եթե բաժակի մեջ
կիսատա ջուրը, հարցնում ես ինչու, ընդհանրենք ես խմեցի, ես ինչու խմեցի, որովհետև ծարավ էի ու տենց մի 5 հատ որ հարցնում ես, գնում ես իրական պատճառին ես հասնում, կարող է ես ծարավ էի, որովհետև աղի բան էի ելել, էլի։ Իսկ գործի մեջ դա եւս շատ կարևոր է, որովհետև հաճախ ես տեսնում եմ մարդիկ սահմանափակվում են նրանով, որ ընդհանրենք բաժակը կիսատ է։ Ու գրած ասեն, գնացինք տեսանք, բաժակը կիսատ է, բայց թե ինչի խնդիրը որներով պետք է դա լիքը պահեր, ինչպես պետք է անենք, որ դա կանխենք, ինչպես պետք է անենք, որ բացահայտենք, եթե տեղի ունեցել է, կա կանխող, բացահայտող եւ ուղղող հսկողությունների ոնց որ համակարգ կամ մոտեցում ընդհանրապես մեր գործի մեջ ու մեր գործը ոչ թե խախտում գտնելն է, այլ հավաստիացում տալն է։ Ու շատերը դա չեն պատկերացնում, ինչ նշանակում հավաստիացում տալ։ Գնացինք, տեսանք, ես ինչ բանը չկա, պայմանագիրը կիսատ է կամ սակագինը չեն գանձել կամ չգիտեմ փող են գողացել, բայց դա ուղղակի ոնց որ սիմպտոմն է, էլի, պատճառը թե ինչ էր հնարավոր փող գողանալ, որովհետև հավանաբար ռիսկերի գնահատում չէր արվել եւ բավարար կանխարգելիչ հսկողություններ չէին դրվել, այսինքն դրա համար կամ մարդ չկար պատասխանատու կամ սիստեմները բավարար դրած չէին, կարող է անվտանգության սարքեր պետքա լինեին, չկային, կարող է տեսախցիկ պետքա լիներ, չկար եւ այլն, այսինքն լավ աուդիտը դա համակարգերի մասին է եւ քո շահառուներին, որոնք ղեկավարներն են եւ խորհուրդը դրա մասին էլ կարող ենք խոսել, հավաստիացում տալն է, այսինքն եթե դու մատ կարևոր ոլորտ ես նայում, համոզվում ես, որ այդտեղի մարդիկ, պատասխանատուները հասկանում են իրենք ինչով են զբաղված, հասկանում են իրենց ռիսկերը եւ այդ ռիսկերը ծածկում են։ Այդ ժամանակ դու կարաս հավաստիացում տաս, ասես դուք այս մասով կարող եք հանգիստ քնել, որովհետև տեղում ոնց որ ամեն ինչ կարգին է, բայց հաճախ ինչ է լինում, տեսնում ես պատասխանատվության արտապատվիրակում, այսինքն մարդիկ ասում են դե աուդիտ կա, թող ինքը կա նայի, էլի ես ինչ գործ ունեմ, ես վարկ եմ տալիս կամ ես չգիտեմ կոմպյուտեր եմ վաճառում, իմ ինչ գործն է, ռիսկ եւ այլն, բայց այդ ռիսկերը նախ մեր կյանքում ամենտեղ են ու հսկողություններն էլ հաճախ ներդրված են այն գործընթացներում, որոնցով իրականացնում ենք ուղղակի մարդիկ այդ կատեգորիաներով չեն մտածում։ Այ որքանով են հեշտ կազմակերպությունները համագործակցում աուդիտորների հետ, որքանով են բաց։ Նայ ինչ որ ես մինչև հիմա ասում եի ներքին աուդիտորների մասին, հա, որովհետև ես ինքս ներքին աուդիտով եմ զբաղվում, կա նաև արտաքին աուդիտ։ Տարբերությունները երևի նշենք, ու դա էլ մի հատ այլ բան է, հա, եւ եթե մարդը աուդիտի մեջ մի քալ չի խորացել, բոլորի համար աուդիտը դա աուդիտ է։ Իրականում բավականին տարբեր երկու մասնագիտություններ են, տարբեր միջազգային ստանդարտներ կան, տարբեր միջազգային կազմակերպություններ եւ ասոցիացիաներ կան եւ ընդհանրապես մասնագիտական առումով գնալով իրարից բավականին հեռացել են եւ շարունակում են հեռանալ։ Արտաքին աուդիտները, եթե կարճ ասեմ, դա որակավորված հաշվապահ է։ Օրինակ ACC-ը ես որ արել եմ 2006-ին, ինքը որակավորված հաշվապահի սերտիֆիկատ է, վկայական է, ու հաճախ աուդիտորական ընկերություններում դա պահանջում են, որովհետև որպեսզի դու մեկ այլ հաշվապահի գործունեությունը կարողանաս աուդիտ անես, դու ինքդ պետքա ունենաս դրա որակավորումը։ Առանձնահատկությունը ինչու՞մ է, որ արտաքին աուդիտորի հիմնական աշխատանքը դա պատմական, ֆինանսական հաշվետվությունների, այսինքն բալանս եւ եկամուտ-ծախսերի եւ մնացած իրենց փաթեթի աուդիտն է, այսինքն տարվա վերջի դրությամբ ինչև այդ պահը ինչ տեղի ունեցել, ինչքանով է ճիշտ ընկերությունը արտացոլել իր ֆինանսական հաշվետվություններում, որոնք սպառվում են օգտագործողի կողմից։ Օգտագործողը դա բաժնետերերն են եւ պոտենցիալ բաժնետերեր, այսինքն ներդրողները եւ պոտենցիալ ներդրողները, մարդիկ, որոնք ունեն արդեն բաժնետոմս, մարդիկ, որոնք կարող է, քանի որ ունեն, որոշեն վաճառել,
եւ մարդիկ, որոնք կարող են որոշել ձեռք բերել։ Ու բնականաբար ներդրողների մեջ նաեւ վարկատուներն են մտնում, բայց վարկատուները սովորաբար ունեն իրենց գործիքները, եթե բանկերի վարկային կազմակերպությունների մասին ենք խոսում։ Այսօր դարել է տեսակ մոդայիկ պարտատոմսեր թողարկելը, բնականաբար պարտատոմս ձեռք բերողի համար չկա այդ բանկի գործիքները, որ վարկային մասնագետը կարող գա, տեսնի քո մոտ ռեալ ինչ է կատարվում եւ դրա համար պարտադիր պահանջ է, եթե չեմ սխալվում, 2 տարվա ֆինանսական հաշվետվություններ աուդիտ արած հրապարակել։ Պարտատոմս թողարկող ընկերությունների համար։ Ու բաժնետոմսը 3 կարծեմ, պարտատոմսը, եթե չեմ սխալվում, 2։ Չգիտեի։ Հիմա դա արտաքին աուդիտորի գործն է տալ հավաստիացում, որ թվերը արժանահավատ են։ Դեղ էլի կարանք խորանանք, բայց որպեսզի տենց շատ տեխնիկական չգնանք, ես իմ ուսանողներին սովորաբար բացատրում եմ, որ հաշվապահը աուդիտորը արտաքին իրանք ոնց որ հետ նայող են, հա, իրանք տալիս են այդ պահի դրությամբ ինչա տեղի ունեցել։ Ֆինանսիստը եւ նաեւ ներքին աուդիտորը թեև տարբեր մասնագիտություններ են, բայց իրանց գործը առաջնայելն է։ Ֆինանսիստի դեպքում դա կանխատեսել կամ պրոգնոզներ տալ ֆինանսների մասով, աուդիտորի դեպքում, լավ աուդիտորի դեպքում դա եղած խնդիրները հասկանալ ինչքանով են ապագայում պրոյեկտվելու։ Իսկ կարելի է գնալ նայել ու անցյալի մեջ էլ մնալ, կարելի է հասկանալ ռիսկերը ինչքանով են շալակել տանում մեր հետ։ Հասկանալի է։ Մեր սահմանում ունենք, որ անցած տարի վերաձևակերպվել է, այսպես ասած, ներքին աուդիտի նպատակի ձևակերպումը։ Ասում որ մենք հավաստիացում եւ խորհուրդներ ենք տալիս խորքային ըստ էության գիտելիք կրելով եւ առաջնայելով։ Շատ կարեւոր է առաջնայել, էլի։ Երբ որ դու գնում ասում ես, ստեղից փող են գողացել, դա առաջնայել չի, դա հետ նայել է։ Նույն իրավիճակի շուրջ, եթե դու կարողացար իջնել, հասնել պատճառներին եւ լուծումներ տալ, թե ինչպես անենք, որ դա չկրկնվի, դա արդեն առաջնայել է։ Շատ լավ օրինակ էր։ Հետաքրքիր էր։ Քանի որ պարտատոմսերից խոսեցինք, հիմա Հայաստանում ոնց ասացիք, շատ տարածված են եւ պարտատոմս։ Թե շատ չի ասի, տարածվել է, բայց շատ չէ։ Վերջին տարիներին է ձևավորվել։ Պատճառներից մեկը կառավարության սուբսիդիաներն են։ Մի կողմից սուբսիդիաները, մի կողմից օրենքով արտոնություններ տվեցին, ասեցին մինչև 24-ի վերջներ, հիմա մինչև 27 են երկարացրել եւս 3 տարով, որ պարտատոմս թողարկողը վճարած տոկոսից կամ արժեքտրոնից հարկ չի վճարում ստացողի համար կամ ստացողը հարկ չի վճարում, եթե համեմատենք ավանդի հետ, ավանդի վրա եկած տոկոսից 10% եկամտա հարկ ենք տալիս, նույնը վերաբերվում էր պարտատոմսի տոկոսներին, 21 թվականից 3 տարով մտցրեցին ոնց որ արտոնություն, եկամտահարկը հանեցին։ Անցած տարի եւս 3 տարի հետաձգեցին։ Բայց ինչ եղավ 2 տարի ժամկետով թողարկած պարտատոմսերիներ չէ վերաբերում, թե կապ չունի։ Չէ, դա վերաբերվում է բորսայում ցուցակված պարտատոմսերին։ Այսինքն պարտատոմսը երբ որ թողարկում ես, դա առաջնային շուկա է, առաջնային շուկայում տեղաբաշխում անելուց հետո տանում ես ֆոնդային բորսա եւ գրանցում ես, որը կոչվում է ցուցակել, այսինքն քո արժեթղթերը բորսայում դառնում են առկու վաճառքի համար հասանելի, եթե չես ցուցակում, ինքը հրապարակային արժեթուղթ չի, ինքը մասնավոր է, այդ դեպքում արտոնությունները չեն գործում։ Իսկ եկեք հենց այս համեմատությունն էլ տանենք, հա, հարկման մասը ասեցիք ավանդից ինչ առավելություններ ունի, ավանդի համեմատ պարտատոմսը։ Հա, այն մասը մոտ ավարտեմ, հա, գանք այդ մասին։ Բայց ինչ տեղի ունեցավ, բանկերից շատերը սկսեցին պարտատոմս թողարկել, այսինքն ինքը ոնց որ դառավ ավանդի
մեկ այլ տեսակ, չնայած որ շատ մարդիկ դեռևս իրան չեն ընկալում, նույնիսկ անգամ ինձ մոտեցան բանկի աշխատողներ, ասեցին մեր մասնաճյուղի աշխատողներն էլ չեն տիրապետում, այսինքն մարդը որ գալիս է, իրանք չգիտեն որ ոնց ներկայացնեն պարտատոմսի առավելությունները եւ հեշտ է ավանդական ավանդ վերցնել, հա, դիր ավանդ գնա, իսկ պարտատոմսը ոչ բոլորը գիտեն, ինքը ֆինանսական գործիք է։ Բանկի պարագայում նա տարբեր է, ընդհանրապես պարտատոմսը ինչի համար է։ Բանկը ֆինանսական միջնորդ է տնային տնտեսության, որը խնայողություն է կատարում, դնում ավանդի տեսքով բանկում եւ ընկերությունների, տնտեսության, բիզնեսների, որոնք վարկ են վերցնում, ինքը միջնորդ է, այդ փողը առնում է, վաճառում է, որոշակի ռիսկերի կառավարում անում, որոշակի մարժա է դնում, բայց այդ փողը վերցնում, վաճառում է։ Պարտատոմսը դա գործիք է, որը թույլ է տալիս բիզնեսին, եթե ինքը նորմալ կայացած, ոնց որ ճիշտ ձևերով բիզնես անողը, այդ միջնորդին շրջանցել գնալ անմիջապես խնայողից, տնային տնտեսությունից, ինվեստորներից վերցնել այդ գումարները ավելի նպաստավոր պայմաններով։ Ավելի բարձր տոկոս, հստակ տոկոս։ Ավելի ցածր։ Հա, վերցնողի տեսանկյունից, հա։ Վերցնողը ավելի ցածր տոկոսով, բնականաբար գնորդն էլ ավելի բարձր տոկոսով, որովհետև մարժան դուրս է գալիս անանքից։ Բայց որպեսզի ավելի ցածր տոկոսով կարողանա ներգրավել ընկերությունը, ինքը բանկից ավելի հուսալի պետք է լինի։ Բայց ցավոք սրտի Հայաստանում ամենահուսալին ամերիկյան եվրոպական շուկաները, ընկերությունները, այդ թվում բանկեր ունեն ռեյտինգներ։ Ու լավ ընկերությունների ռեյտինգները սովորաբար ավելի բարձր են, քան բանկերինը, որտեղ բանկերը հատկապես 2008-ի կրիզիսից հետո համարվում են բավականին ռիսկային ընկերություններ։ 1A ռեյտինգը բանկի համար բավականին բարձր է, իսկ օրինակ Apple-ի պես ընկերությունը 3A ռեյտինգ ունի։ Հետևաբար ինքը շատ ավելի հուսալի է համարվում։ Իրա դեպքում փող ներգրավելը տնային եկամտաբերության կողմի վրա ավելի էժան է, քան օրինակ բանկի դեպքում։ Մեր մոտ Հայաստանում տնտեսությունը այս վերջի անկախության շրջանում ինձ կառուցվել, որ բանկերը ամենահուսալի ընկերություններն են, ամենաթափանցիկն են, ամեն տարի աուդիտ են անցնում հուսալի աուդիտորական ընկերությունների կողմից, թվերը մեծ վստահություն ունեն, կայուն են, վերահսկվում են, այսինքն գործիքները շատ է։ Ռեալ տնտեսությունում ընկերությունները քիչ են, հա, մի քանիսն են, չգիտեմ, Զանգեզուր, Հեծ, Տելեկոմներ, որոնք թողարկումներ արել են, հա, իրանք էլ են վերահսկվում, բայց ոչ կենտրոնական բանկի կողմից, այլ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, իրանց վրա ուշադրությունը ավելի քիչ է երևի թե քան բանկերի, բայց իրանք բավականին մեծ են, ամբողջ բնակչությանը ծառայություններ են մատուցում, հետևաբար պոտենցիալ անկախության շրջանում պետք է հենց այդ ընկերություններն էլ բաց բաժնետ իրական դարձնեին, էլի։ Մեր մոտ ինչքան կահույքի գործարան ու տենց փոքր բաներ կային, դարձեցին բաց բաժնետ իրական, վաուչերներ տվեցին 20% աշխատողներին, հետո սկսեցին հետ առնել, դրանցից բոլորը չեն գործում, բայց այն ամենակարևորները, որոնք պոտենցիալ ունեին բաց բաժնետ իրականի, դրանք չբացվեցին իրականում, էլի։ Հիմա եթե գանք բանկերի դեպքում, այսինքն բանկը, որ թողարկում է պարտատոմս, իր պարտատոմսը միանշանակ ավելի լավ է, քան թե իր ավանդը, ինչու եկամտահարկ չենք վճարում, առնվազն այս ընթացքում, սովորաբար այդ պարտատոմսերի տոկոսները ավելի բարձր են, պարտատոմսերը վճարում են եռամսյակային կամ կիսամյակային տոկոսներ, այն դեպքում, որ ավանդի համար պետք է սպասել վերջում, եթե ուզում ենք բարձր տոկոսը, պարտատոմսի դեպքում չկա տարբերակում, ինքը նույն տոկոսն է։ Պլյուս ավանդը դնում ես մի տարով, մյուս տարի նորից պիտի մտածես ինչ ես անում, այդ ժամանակ տոկոսները եթե իջան դու կորցնում ես, պարտատոմսերը 3-ից 5 տարեկան են բանկերի,
ու 2.5-3 հիմա 5 են սկսել թողարկել, դու կարաս ձեռք բերես, այդ ընթացքում չմտածես վերաներդրման մասին, պլյուս եթե քեզ գումար ա պետք, դու իրան կարող ես վաճառել, ընդ որում ժամանակի ընթացքում ինչքան կարճանում է ժամկետը, այնքան ավելի լավ գնով կարող ես վաճառել։ Ահա, նաև ես ինքս օգտվում եմ հենց պարտատոմսից, նաև անվանական արժեքն է բարձրանում, այսինքն Չէ, անվանականը չի փոխվում, փոխվում է շուկայական արժեքը։ Հա, այդ դեպքում շատ հնարավոր է Ինչի, ժամկետի որովհետև մարումից շուտ երկար է, ավելի։ իր տոկոսը համեմատաբար բարձր է։ Դու ինչքան իրան պահում ես, կարճանում է իր ժամկետը, բայց նույն տոկոսն է։ Եվ դա բերում է գնի արժևորման։ Ու հետո մարելուց հետո էլ պարտատոմսը նաև հենց այդ պահի դրությամբ տոկոսով աշխատած տոկոսով փոխանցվում է հաշվի համարին ի տարբերություն ավանդի։ Չէ, այդ կամ երամսյակային կամ կիսամյակային դու ստանում ես տոկոսները։ Հա, բայց եթե մարումից Վերջում շուտ էլ վաճառում եք, այդ պահի դրությամբ Ցանկացած եւս ժամանակի հաշվարկվում որ է։ դու վաճառում ես, բացի իր գինը կա նաև կուտակված տոկոսը ապրում։ Ավանդի դեպքում դա կարծեմ, եթե ժամկետից շուտ Ավանդը գործարքան ինքը պայմանագիր է երկկողմանի, ի տարբերություն պարտատոմսի, որ արժեթուղթ է։ Տարբերությունը նա է, որ արժեթուղթը կարող ես գնել եւ վաճառել ցանկացած ժամանակ, ցանկացած մեկին։ Պայմանագիրը վաճառել չես կարող։ Օրինակ Ամերիկայում ասում են certificate of deposit, ավանդի վկայական, ինքը արժեթուղթ է։ Իսկ դու դրեցիր, ըստ էության իրան կարող ես վաճառել։ Մեր մոտ չկա ավանդը, դա պայմանագիր է, դու իրան կարող ես խզես, խզելու դեպքում դու տոկոսներդ կորցնում ես։ Քեզ ինչ որ մինիմալ տոկոս է տալիս բանկը։ Կամ մի հատ էլ ուրիշ ինչ-որ տարբերակ կա, այդ ավանդը թողում ես գրավ, դրա դիմաց քեզ ավելի թանկ վարկ են տալիս, եթե քեզ գումար ա պետք, բայց դա ժամանակավոր։ Այսինքն ավանդից օգտվելու իմաստ է, որ դեպքում արժի դիմել, ինչ որ փոքրիկ գումարներ, եթե, չգիտեմ, պարտատոմսի համար։ Հա, կարող է թե փոքր է, դու ինչ որ գիտես մի քանի ամիս ազատ է, կարաս տնես մի քիչ։ Բայց դրա փոխարեն էլ հիմա նաև խնայողական հաշիվը կա, որ 4%։ Դա խնայողական հաշիվն էլ է ավանդ։ Մեր մոտ ուղղակի ժամանակին քաղաքորինսգիրքը որ փոխեցին, ըստ էության ժամկետային ավանդը վերացավ։ Կացը պահանջ ժամկետային, բայց ժամկետայինը ցանկացած պահի կարող ես չպահանջի վերացել, այսինքն բանկը չունի այն ապահովությունը, որ քեզանից ժամկետային ավանդ է վերցրել։ Դրա համար բանկին էլ է ձեռ տալիս թողարկել պարտատոմս եւ ավել տոկոս տալ, որովհետեւ պարտատոմսը հստակ ժամկետային ավանդի հատկանիշ ունի, դու չես կարող գնալ բանկին հետ տալ պարտատոմսը, ասել փողոս հետ դուր։ Դու կարող ես շուկայում վաճառել, եթե քեզ գումար ա պետք։ Իսկ բաժնետոմսերի ու պարտատոմսերի տարբերության մասին մի քիչ էլ խոսենք։ Բաժնետոմսերը բարդ թեմա է, բայց մի հատ պարտատոմսերից մի կտոր կավարտեմ, բացի հարկի արտոնությունը, նաև կառավարությունը հիմա սուբսիդավորում ունի, ինչեւ եթե չեմ սխալվում 2 միլիարդ դրամի թողարկումները ու մինչև 3 տարանոց խրախուսում է, որպեսզի համեմատաբար փոքր ընկերությունները թողարկում անեն եւ ասում է, որ քո երամսյակային արժեքտրոնները, որ դու վճարես, հաջորդ երամսյակ 3% սուբսիդավորում եմ, օրինակ մեր ընկերը որ 13.5%-ով թողարկել է, ինքը երամսյակից հետո 3-ը կարողանում է հետ վերցնի կամ պետքա որ կարողանա, այսինքն պարտատոմս ձեռք բերողը ստանում է 13.5% բարձր եկամուտ, ինքը 3% հետ է ստանում, 10.5 ոնց որ իր համար էժանն է լինում, եւ նաեւ թողարկման որոշակի ծախսեր է փոխհատուցում կառավարությունը։ Շատ լավ է։ Այսինքն այդ դաշտը նաեւ հենց տեսակ արհեստական շնչառություն է, էլի, շուկան հələ ես չի ասի կայացել է, կա որոշակի աշխուժություն։ Դեպքում մարդիկ էլ են սկսել օգտվել որոշակի գիտելիք, այսպես ասած ունենալ, գնալ հետաքրքրվել որպես ներդրումային հնարավորություններ։ Կարևոր գիտելիքը, որ մարդկանց պետք է դա եւ վերաբերվում է ֆինանսներին եւ վերաբերվում է ընդհանրապես նրան, թե ընկերությունը ոնց պետք է աշխատի։ Այլ բառերով ասած, դա կորպորատիվ կառավարումն է։ Իսկ ինչքանով է ընկերությունում ներդրված կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները։ Մեր մոտ անցած տարի էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվեց կորպորատիվ կառավարման կանոնագիրքը,
որը տենց շատ պարտադիր չի, բայց ինչ որ բաց բաժնետիրականների համար կիրառելի է եւ պետք է կամ կիրառես կամ բացատրես ինչու չես կիրառում, բայց այդ մասերով մենք հələ որ բավականին թույլ կիրարկում ունենք, հա, օրենքների։ Այդ ինչ է նշանակում կորպորատիվ կառավարումը, հա, որ ընկերությունը, որը թողարկում է պարտատոմս կամ առավել եւս բաժնետոմս, ունի պրոֆեսիոնալ խորհուրդ։ Ընդ որում ոչ միայն սեփականատերերը, այլ նաև այդտեղ կան անկախ խորհրդի անդամներ, որոնց մասնագիտությունը խորհրդի անդամ լինելն է, հա, մասնագիտություններից ներկայիս մասնագիտություններից մեկը դա է։ Այս անկախ խորհրդի անդամ եմ։ Դա նշանակում է, որ դու պետք է հասկանաս կորպորատիվ կառավարումը ինչ է, ռիսկերի կառավարումը ինչ է, հսկողությունները ինչ են, աուդիտը ինչ է, համապատասխանության ծառայությունը ինչ է, եւ ինչքանով է դա ներդրված, ինչքանով է ընկերությունում ներքին հսկողության համակարգ ներդրված, որը պետք է որ կանխի միջոցների սխալ օգտագործումը, միջոցների, որոնք գալիս են ներդրողներից։ Հիմա երբ որ ընկերությունը մասնավոր է, փակ բաժնետիրական կամ ՍՊ, հա, այդ կոչվում է մասնավոր։ Այդտեղ կան սահմանափակ քանակով սեփականատերեր։ Եվ ըստ էության իրանց գործն է ոնց այդ շահերը պաշտպանեն, կարող են իրանք էլ շատ հանգիստ ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ։ Բայց երբ որ դու ընկերությունը բացում ես, դա նշանակում է, որ ցանկացած ներդրող կարող է ձեռք բերել բորսայում ցուցակված բաժնետոմսերը եւ պարտատոմսերը։ Այդ նշանակում է, որ դու առավել պատասխանատու պետք է լինես եւ նաեւ դրա համար պետությունը ունի գործիքներ։ Իդեմս արժեթղթերի հանձնաժողովների, ասենք Ամերիկայում կոչվում է բորսաների եւ արժեթղթերի հանձնաժողով։ Հայաստանում ժամանակին կար առանձին արժեթղթերի հանձնաժողով, ինքը 2006-ին, եթե չեմ սխալվում, կպավ կենտրոնական բանկին, դա հիմա առանձին մի հատ բաժին է այնտեղ, որը զբաղվում է այդ պարտատոմս եւ բաժնետոմս թողարկող ընկերությունների ազդագրերի գրանցմամբ։ Դու ուղղակի չես վեր կանում մի օր որոշում պարտատոմս թողարկել, հա։ Դու կարող ես գնալ բանկ, դիմել վարկի, կախված բանկի ճկունությունից այդ վարկը կարող է քեզ մի շաբաթում էլ տան, կարող է մի քիչ երկար ուսումնասիրեն, բայց դա տենց ավելի կանխատեսելի ժամանակահատված է։ Արժեթուղթ թողարկելու համար նախ դու այդ 2 տարվա պատմությունը պետք է հավաքես, աուդիտ պետք է անցնես, որոշակի փաստաթղթավորումներ պետք է անես եւ նաեւ պատրաստես ազդագիր, որ պետք է գրանցվի կենտրոնական բանկում։ Ազդագիրը տալիս է եւ այդ քո հաշվետվությունները, աուդիտ անցած եւ նաեւ ասում է դու ինչի համար ես գումար ներգրավում մարդկանցից։ Տարբեր նպատակը, հա, դրանից նպատակից կախված նաեւ որոշում են, հա։ Դե նպատակից կախված գիտակից ներդրողը պետքա որոշի ինչքանով է դա իր համար գրավիչ ֆինանսապես։ Այսօր հաճախ ես տեսնում եմ, որ մարքեթինգի վրա է այդ ամեն ինչ, իսկ ով լավ մարքեթինգ է անում, ով լավ գովազդ է անում, արժեթուղթ է վաճառում, բայց իրականում դու պետք է նայես ինչ ռիսկեր ես վերցնում, դրա համար պետք է վերլուծություն անես եւ նա պետք է նայես փողը վերցնում են ինչ են անում, կապիտալ ներդրում են անում, նոր արտադրամաս են կառուցում, նոր շուկա են մտնում։ Տեղեկատվությունն էլ բայց շատ հաճախ բացակայում է, պետքա հա, այսինքն պետքա իմանալ ոնց որ դրա տեղը գնալ նայել, որովհետեւ բանկի կայքում դրանց են, չէ, պետք է իմանալ, որ պետք է կարդալ, իմանալ ինչպես է։ Հետև թողարկողի դեպքում դու միայն տեսնում ես առավել ոնց որ ժամկետներ, գումար, քանակ եւ այդ առաջին ուշադրություն։ Հետ կա ազդագիր, ազդագրում անպայման պետք է նշվի գումարով ինչ են անելու, կապ ներդրում են անելու, շրջանառու միջոցներ են ավելացնելու, գուցե կապիտալի ստրուկտուրան են փոխելու, օրինակ պարտք են վերցնելու բաժնետերերից մի մասը գումարը հետ են գնելու եւ ռեստրուկտուրիզացիա են անելու սեփական փոխառու կապիտալները, որը եւս կարա ընկերությանը օգուտ բերի։ Բայց ցավոք շատ մարդիկ այդ դրա մեջ չեն խորանում։ Հիմա գալով բաժնետոմսին, բաժնետոմսը շատ ավելի բարդ գործիք է, բաժնետոմսը ի տարբերություն
պարտատոմսի, այ պարտատոմսը ասում են ֆիքսված եկամտաբերության գործիք։ Ինչ նշանակում, ինքը ունի կոնկրետ ժամկետ, օրինակ 3 տարի, 5 տարի, 10 տարի, ունի կոնկրետ տոկոս, արժեքը դրոն, դրա համար էլ ինքը ֆիքսված եկամտաբերության գործիք է։ Բաժնետոմսը ի տարբերություն պարտատոմսի չունի մարում, դու Դու գնում ես կազմակերպության որոշակի բաժինը, բաժնեմաս։ Կազմակերպության, այո, բաժնետոմս, որոշակի բաժնի մասն ես գնում եք, ինքը չունի մարման ժամկետ, ինքը չունի ֆիքսված եկամտաբերություն։ Ինչպես է բաժնետոմս ձեռք բերողը վաստակում գումար իր ստանձնած ռիսկի դիմաց։ Մի տարբերակը դա շահութաբաժիններն է կամ դիվիդենտը, որի քաղաքականությունը եւս ազդագրում պետք է գրված լինի։ Եթե ես թողարկում եմ բաժնետոմս, պարտատոմս եմ թողարկում, կուպոնը գրած է։ Եթե թողարկում եմ բաժնետոմս, պետք է գրած լինի ոչ թե ինչքան դիվիդենտ կտամ, այլ որն է իմ դիվիդենտի քաղաքականությունը։ Պետք է քաղաքականություն ունենամ։ Տարբերակներ են, օրինակ ֆիքսված դիվիդենտ ամեն տարի քո, չգիտեմ, ձեռք բերած 1000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսի դիմաց ամեն տարի վճարելու եմ ընդհանրենք 100 դրամ։ Մի տարբերակ։ Երկրորդ տարբերակ, ամեն տարի աշխատած շահույթի 60%-ը տրամադրելու եմ դիվիդենտներին կամ 30%, այդ կոչվում է payout ratio, այսինքն վճարելու, դիվիդենտ վճարելու գործակից։ Կարա լինի այլ մոտեցում, օրինակ ամեն տարի շահույթից առանձնացնելու ենք աճի համար նախատեսված ներդրումները, տակի ինչ մնաց դիվիդենտ ենք տալու։ Չորրորդ տարբերակ, ոչ մի դիվիդենտ էլ չենք տալու։ Դա եւս քաղաքականություն է, որի մասին պետք է ասել, օրինակ Microsoft-ը, Apple-ը, Amazon-ը, իրանք արագ աճի ընթացքում ու դա տարածված է նույնիսկ IT ոլորտում, արագ աճող ընկերությունները չեն վճարում դիվիդենտներ հաճախ։ Ինչու՞, որովհետև այդ գումարը պահում են ներսում ավելի արագ աճելու համար։ Ասում եմ, գումար ես ուզում, կարող ես վաճառել քո բաժնետոմսերի մի մասը, մենք այդ արագ աճի հաշվին ապահովում ենք քո բաժնետոմսի շուկայական գնի աճ։ Եվ դու ունենում ես հավելաճ, որը քեզ եկամուտ ապահովում։ Այդ որ ասում են Մասկը 400 միլիարդ ունի, Ցուկերբերգը 250 միլիարդ ունի, բան չէ, իրանք փող չունեն։ Այդ իրանց հիմնական իրանց ակտիվը իրանց բաժնետոմսերն են։ Օրինակ Ցուկերբերգը Մետայի ամենամեծ բաժնետերերից է 13%-ի կարգի, եթե չեմ սխալվում, ունի։ Այդ սխալ չասեմ, 2 միլիարդի կարգի պետք է լինի։ Հենց բանը, հա, այդքան էլի, հա։ Որ ասեցիք, հիշեցի։ Այսինքն ինքը շատ տենց նաև տատանողական է, էլի, որ ասում են Մասկը մի օրում 50 միլիարդ կորցրեց կամ 100 միլիարդ, բաժնետոմսերի գները իջան, էլի։ Ես էլ Մասկի բաժնետոմսերից ահագին կորուստ ունեցա, Տեսլայի բաժնետոմսը յառել ու ամենավատ։ Ամեն օր Տրամպը կարա ձեր բաժնետոմսերի գների վրա էապես ազդի երկու ուղղությամբ էլ, էլի։ Դրանից բացի, այս ոնց որ ասում եք, մինչև այդ ինչ ճանապարհ պետք է անցնել առնվազն իմանալ, ես տենց ուսումնասիրել էի հիմնական կորը վերջին 5 տարիներին Տեսլայի ու գնալով աճում էր։ Ու ամենավատ օրը, երևի ամենապիկին գնել եմ բաժնետոմսեր, որ հետո այնքան իջան, այդպես ահագին կորցրեցի, բայց դրանից հետո սկսեցի ուսումնասիրել ու այդ լավ դասեր այդ տեսանկյունից։ Բաժնետոմսը ինչ անում, չի տալիս ժամկետ, չի տալիս ֆիքսված եկամտաբերություն եւ տալիս է տեսականորեն ձայնի իրավունք։ Այսինքն ինքը սեփականությանն է նաեւ տալիս։ Բայց այդ ձայնը որքանով ազդեցիկ։ Այդ դու քանի ձայն ունես։ Երբ որ դու օրինակ առնում ես Տեսլայի բաժնետոմսեր, ասենք Տեսլան, Apple-ը, Google-ը, իրանք թողարկում են միլիարդավոր բաժնետոմսեր, փոքր անվանական արժեքներով։ Ինչ են այդքան շատ թողարկում, որտեղ 100,000-ավոր, միլիոնավոր ներդրողներ կարան լինեն։ Որ կոնկրետությունը փոքր է, ասենք, քեզ պետք չի 1 միլիարդ հատ բաժնետոմս թողարկել, դու կարող ես, չգիտեմ, 1000 հատ կամ 10,000 հատ թողարկես, բայց այդ մասշտաբների մեջ ամեն մի հատիկը շատ փոքր է։ Եվ հետեւաբար
նույն Zuckerberg-ը, որ ունի 13%, ինքը ամենամեծ բաժնետերերից է։ Այդ նշանակում է, որ որոշումների կայացման հարցում ինքը մեծ բաժնետեր է, բայց նաև ինքը ոնց որ մեծամասնության բաժնետեր չի, այդ չափի ընկերություններում հաճախ չի լինում մեծամասնության, հա, մեծամասնություն ասածը դա 50% գումարած մեկ բաժնետոմսն է։ Եթե դու ունես 50% գումարած մեկ բաժնետոմս, դու ըստ էության կարող ես ընդունել այն ճակատագրական որոշումները, որոնք թույլ կտան ընկերությունում քո ուզած ձևով կառավարել։ Այդ ինչ է նշանակում։ Դու նշանակում ես տնօրենների խորհուրդ։ Այսինքն բաժնետերերը նշանակում են տնօրենների խորհուրդ։ Եթե դու կեսից ավելին ես, քո ձայները որոշիչ են։ Եթե դու 13 կամ 20% ունես, դու փորձում ես ուրիշների հետ միավորվես եւ նշանակես ըստ էության խորհուրդ, որը արտահայտելու է բոլորի շահերը։ Բայց քեզ ամեն մի հատ կամ 10 հատ կամ 100 հատ բաժնետոմսի հետևից պետք չի գնալ։ Դու 50% հավաքեցիր, հա, կոալիցիայով։ Նաև դա է լավ, էլի խոշոր ընկերությունների պարագայում, որ ինչ որ մեկի կամքից շատ կախված չի, չնայած միանձնյա որոշմամբ կամ բանով չի, բայց մեկը ինքը չի, այդ ընկերության միանձնյա որոշողը ինքը ունի բաժնետերեր, որոնց հետ պետք է հաշվի նստի։ Բաժնետերերը նշանակում են խորհուրդ, իսկ խորհուրդը նշանակում է գործադիր տնօրեն եւ գործադիր տնօրեններ, այսինքն գործադիր ֆինանսական տնօրեն, գործառնական տնօրեն, կարա մարքեթինգի տնօրեն եւ այլն, էլի։ Ամենա ոնց որ առանցքային որոշումներից է ով կլինի տնօրենը։ Նույն ասենք Մետան, որ նայում ես, Zuckerberg-ը լինելով ամենամեծ բաժնետերը, ինքը կա տնօրենն է, չէ՞ նաև։ Հավանաբար կամ չի հոգնել, կամ մինչև հիմա փոխարինող չի գտել։ Երկար ժամանակ օրինակ Bill Gates-ն էր Microsoft-ի տնօրենը, հետո ինքը կողք գնաց իր գործընկերներ, որ այդքան էլ հաջող չէր, ի վերջո հիմա իրանք ունեն պրոֆեսիոնալ տնօրեն, որը հիմնադիրներից չի, ու հետաքրքիր է, որ այդ մարդը այդպես մեռնող դինոզավր IT ընկերությունը վերակենդանացրեց, բայց իր անունը շատ քչերը գիտեն։ Հիմա այդ խոշորների բաները հաճախ հնդիկներ են, չէ՞, օրինակ Google-ի տնօրենն էլ է հնդիկ, Microsoft-ին էլ է հնդիկ, Satya Nadella։ Այդ ինչով է պայմանավորված, որ ուժեղ են իրանք բավական, իրանք հնդիկների մեջ շատ լավ կրթություն ստացած ու շատ լավ անալիտիկ ուղեղներով մարդիկ կան։ IT ոլորտում էլ բավականին ոչ ղեկավար կազմում, նաև թիմերում բավականին լավ։ Pepsi տնօրեն կար կին, չեմ հիշում անունը, բայց ինքն էլ էր հայտնի տենց կին առաջնորդներից։ Էլի հնդիկ։ Ու շատ հետաքրքիր է իր պատմությունը, ոնց է Հնդկաստանից գնացել հասել Ամերիկա։ Տինդրանոյի շատ լավ համ գրքեր ունի, համ YouTube-ներ ունի, բան։ Բայց հետաքրքիր տենց զավեշտալի պատմություններ կա, որ գնում է տուն։ Ասենք մայրը ասում է թագը թող դուրսը արի տուն գործար։ Տնային գործեր, հա։ Հա, հնդիկները բավականին տենց Ամերիկայում առաջին գնացել։ Այդ ինչի հիշեցինք, որ որոշ տեղերում այդ succession-ը կամ իրավահաջորդությունը գնացել է, որոշ տեղերում չի գնացել։ Օրինակ հիմա ինչքան գիտեմ, Apple-ի Tim Cook-ին են պատրաստվում փոխարինել արդեն 65 տարեկան, հա։ Բայց նույն, ասենք Zuckerberg-ն է, Tesla-ում Musk-ն է, հա, այսինքն Musk-ը տենց ամենտեղ բիզնեսից, դեզերքից, քաղաքականությունից ամենտեղ հասցնում է, բայց որ ինքը չլինի, ինչ կլինի Tesla-ին, չգիտեմ, ինչ-որ բաներ կա, գալիս են պլատոյի են հասնում, ինչ-որ բաներ կա, որ շատ կախված է հիմնադրից, էլի։ Հա, մինչև հիմա նույն Apple-ը
բանի կերպար նա օգտագործում ամեն դեպքում այդ Ջոբսի։ Ջոբսի, հա, Սթիվ Ջոբսի ազդեցությունը իրանից հետո նույնիսկ շարունակվում է կարծում եմ։ Դե կարծիքներ կա, որ Ջոբսից հետո շատ բան չի փոխվել, iPhone-ը upgrade են անում։ Իմիջիալուց իրանք բավականին միլիարդավոր դոլարների գիտահետազոտական ծախսեր ունեն կամ R&D ունեն, օրինակ այդ ինքնավար մեքենաները չստացվեց իրանց մոդելի բաներ կա, որ կարող չգիտենք էլ որ սկսել են, բայց նույնպես արհեստական բանականության թեմայով իրանք հետ ընկան ահագին էլի։ Հա։ Դուք նաև ամերիկյան համալսարանում եք դասավանդում։ Այ ինչ փոփոխություններ եք նկատել ուսանողների սովորելու մեջ տարիների ընթացքում ու որքանով են իրանք այսօրվա կրթությանը համարժեք կրթություն ստանում։ Արդյոք համալսարանական կրթությունը այս 21-րդ դարի կրթությանը համահունչ է, թե որոշակի փոփոխությունների կարիք ամեն դեպքում տեսնում եք։ 21-րդ դարի կրթությունը ո՞րն է։ Որ անընդհատ իրավիճակներ են փոխվում, մասնագիտությունները անընդհատ նոր հայտնվում են, անհետանում են ու ամեն օր աշխարհը նոր փոփոխությունների է գնում։ Ամերիկյան համալսարանի դեպքում չգիտեմ, բայց մնացած մեր մյուս համալսարաններ շարունակում են մի քանի տարի առաջվա դասագրքերով անցնել, որոշակի նույն ստրուկտուրայով գնալ, որոնք այսօր այդքան էլ արդիական չեն ու ամենօրյա ինտենսիվ փոփոխություններ են պահանջում։ Նույն խոսում էինք բժշկական համալսարանի դասախոսներից մեկի հետ, ով նաև դրսում որոշակի գործունեություններ, ինքը ասում էր, որ սովետից մնացած դասագրքերով են անցնում, այնինչ արդեն գիտությունը մի 3 անգամ հերքել է այդ ապացույցները, ինչ որ նոր մոտեցումներ կան։ Ձեզ մոտ ոնց է վիճակը։ Ցավոք պետական համալսարաններից ես նախ դաշ չեմ տալիս, բայց որոշ շփումներ ունենում եմ, ցավոք տենց լավ ազդակներ չեմ ստանում։ Նույն ֆինանսների մասով երեխեք հետ որ շփվում եմ, այս տարի նաև KSK մարզիչ եմ ու մի քանի սեսիա արեցի ֆինանսներով։ Երկու բառով կասեք KSK-ն ինչ է, ովքեր չգիտեն։ KSK-ն դա երկու նախաձեռնող երիտասարդների նախաձեռնություն է, Արշակի եւ Հովանեսի, որոնք արդեն 5-րդ տարին է կազմակերպում են կեյսերի լուծման մրցույթ, մոտավորապես ապրիլի կողմերը ընտրություն են կատարում, բավականին այս տարի չեմ սխալվում 700 դիմորդ ունեին, որից 230-40 կարծեմ ընտրել էին, այսինքն մրցութային կարգով ընտրում են պրակտիկորեն բոլոր համալսարաններից թիմերի, կան երեխեք որ դիմում են թիմ չունեն, այդ թիմերը տեղում են ձևավորվում, թիմերը կամ ունենում են իրենց մարզիչները կամ իրենց կցում են, օրինակ ինձ կցեցին այս տարի տենց մի թիմի ու իրանք մինչև նոյեմբեր տես տարբեր փուլերով են անցնում, դրսից են դասախոսներ կանչում, ստեղից են վարպետության դասեր անում եւ այլն, սովորում են կեյսերի լուծում։ Վերցնում են ինչ-որ case, հա, կենթանի օրինակ ու փորձում են դրան լուծումներ տալ։ Բացի այդ նաև միջազգային մրցույթներ են մասնակցում, թիմ են հանում, օրինակ այս տարվա մեր թիմը Գերմանիայում մասնակցեց մրցույթի, որտեղ բավականին լավ հանդես էին եկել։ Ու ինքը թույլ է տալիս տենց ռեալ իրավիճակներում տարբեր հմտություններ կիրառել եւ ոնց որ գործնական ուսուցում, կրթություն ստանալ ի տարբերություն զուտ տեսականի։ Բայց ինչ էի ասում, որ տարբեր տեղերից են երեխեք գալիս, լավ երեխեք, բայց այն ազդակները, որ ստանում են կրթական իմաստով, այդ չուսադրող չեն։ Եթե գանք ամերիկյան համալսարանից, ինձ մեծ հարց կալի այն ժամանակ, չգիտեմ ինչ էր հիմա, տարի ոնց որ փոփոխական են լինում խմբերը, մի տարի մի քիչ ավելի լավն են, մի տարի մի քիչ ավելի բան են, ես ունեցել եմ խմբեր, որոնք բավականին լավ խումբ են եղել նաև հենց թիմային իմաստով,
միասին սովորել են, միասին աշխատել են, ինչ-որ բաներ են շարունակում անել, եղել են խմբեր, որոնք ավելի տենց ինդիվիդուալ էին կամ ավելի քիչ աչքի ընկնող էին, բայց երեխեքի իմաստով փոփոխական է, ինչ վերաբերում է կրթությանը, այս վերջի երևի մի 20 տարին կլինի, որ այդ փնտրտուքը անընդհատ կա, մինչև այս արհեստական բանականության առաջ գալն էլ կար փնտրտուքը, թե 21-րդ դարի կրթությունը որն է, մենք մինչև հիմա 20-րդ էլ չէ, 19-րդ դարի կրթական մոդելներով ենք առաջ շարժվում։ Ամերիկանում իհարկե միշտ տարբերվող կրթություն է եղել, ես ինքս 2000-2001 թվականներին սովորել եմ, իսկ Հարվարդի քեյսեր, տարբեր միջանկյալ քննություններ են ժամանակ հլպետականներում չկային միջանկյալներ, ու ընդհանրապես, որ սովորելը ամբողջ սեմեստրի ընթացքում է, ոչ թե քննությունից քննություն, տարբեր գործիքներ կիրառելով եւ այլն, բայց ընդհանուր առմամբ դժվարացել է ոնց որ ուշադրությունը պահելը, ինչն է փոխվել, էապես պակասել են ուսանողները մագիստրատուրայում, որտեղ որ ես դասավանդում եմ, իհարկե բակալավրիատում շատացել է ամերիկյան համալսարանը, երբ որ ես էր սովորում մենակ մագիստրատուրա էր, հիմա արդեն քանի տարի է, մի 10 տարի կլինի, որ բակալավրիատ կա, կամ երևի։ Բայց պատճառների մեջ խորացել եք, ինչի է մագիստրատուրան պակասում, մյուսում ավելանում, ինչ-որ բաներ կան։ Նու ավելանալը գիտենք, որտեվ պետականները բավականին ցավոք էս ընթացքում պետական համալսարանները չվերափոխվեցին։ Այսինքն ոչ թե տեղի դրական փոփոխություններով պայմանավորված, այլ պետական համալսարանների վատ աշխատանքի հետևանքն է, որ հոսքը ուղղորդվում է այլ կառույցներ։ Տենց մի քիչ մեր մոտ բան կա, չէ, մոդայի հետևից ընկնելու, ես երբ որ սովորում էի համալսարանում, օրինակ տնտեսագիտական այն ժամանակ մոդայիկ էր, հիմա այդ մոդան ամերիկյան համալսարանի բիզնեսն է, չնայած վերջերս տնտեսագիտական էլ բացեցին, դա լավ բան էլ, օրինակ մեր համալսարաններում չկար բիզնես ֆակուլտետներ, կային տնտեսագիտություն, բայց տնտեսագետ չէին դառնում, ավելի շատ դառնում էին հաշվապահ, նստե տնտեսագետ։ Իսկ ուսանողները որքանով են օգտագործում։ Ուսանողներին ինձ թվում է ավելի դժվար են կենտրոնանում, ավելի մի կողմից հետաքրքրություն ես տեսնում եմ, բայց մյուս կողմից ֆինանսները, որ այդքան էլ չի փոխվում տարեց տարի, ինձ թվում է ավելի դժվար են ընկալում։ Իսկ կենտրոնանալը կապում եք սոցցանցերի հետ, ուշադրության շահման, որտեվ հիմա մի տեսակ ամեն ինչ արագ կարճ թերթելով հենց համացանցի տարբեր հարթակների ստրուկտուրան եթե նայենք, այդ ամբողջ process-ի միջով մեզ ամենուր անցկացնում է։ Դե չգիտեմ, բարդ թեմա է։ Իսկ ուսանողները ինչքան են օգտագործում։ Ես վերջերս տեսա, որը Ամերիկայում երկար տարիներ արդեն դասավանդում էր, ասես դուրս եմ եկել 2 ամիսա, մեր համալսարանը ասում ամբողջությամբ անցավ արհեստական բանականության վրա, ու դասախոսի դերը էապես նվազեց։ Ինչ առումով դասախոսին փոխարինեց արհեստական բանականությունը։ Շատ իմաստներով, հա։ Շատ ավելի մանրամասն չեմ կարող ասեմ, տենց շատ կարճ ենք խոսել։ Այդ որտեղ։ Ամերիկայում։ Ну, կոնկրետ համալսարանը չեմ հիշում։ Այս վերջի տարիներին ես անընդհատ նկատում էի, զարմանում էի, որ գրել չգիտեմ։ Եթե հանձնարարում ես անգլերենով միտք ձևակերպել, իսկ դասերը ամերիկյանում անգլերենով են։ Միտք ձևակերպելու շատ են դժվարանում, բայց հիմա այս արհեստական բանականությունը, որ առաջ է եկել, չգիտես, իսկ պետք է կարողանալ այդ միտքը ուղեղիդ մեջ ամբողջությամբ ձևակերպել, թե կարաս ասես GPT-ն տեղդ գրի էլի։ Բայց ինձ թվում է մի հատ լավ կողմ կա, AI-ին հրահանգներ տալուց շատ օգտակար է լինում հենց մտքի ճիշտ ձևակերպումը, դա կարծում եմ կօգնի։
ոնց կօգտագործեն դա այլ հարց է, բայց հենց իրենք ինչ ձևով է դրա հանգը կտան, որքան ճիշտ կկազմակերպեն խոսքը, արդյունքը դրանից կախված կլինի։ Այս տեսանկյունից կարծում եմ օգտակար կլինի, բայց գրելու մասով լրիվ համաձայն եմ, շատ շատերի մոտ կա դա, նույնիսկ ես վերջերս ինձ էլ բռնացրի, որ այլևս քանի տարի է ձեռքով չեմ գրում, եթե առաջ այդ գոնե թուդուներն էի գրում ամենօրյա, որովհետև այդ անելուց հետո գիծեի քաշում ու ձեռքով գրելը մի բան է, բայց նույնիսկ համակարգչով գրելը, այսինքն հարցը միտք ձևակերպելու մասին է, ոչ թե զուտ բայց ձեռքով գրելն էլ իրականում շատ կարևոր է եւ մատորիկայի տեսանկյունից եւ ուղեղի հետ այդ կապի նոր նեյրոնային ցանցեր են ստեղծվում գրելու ընթացքում, որը հիմա թայփինգով մենք կորցնում ենք ու իրականում մոտօրինակ ես անգլերեն շատ ընթերնել եմ գրում, հայերեն շատ ահավոր է։ Հետաքրքիր է։ Որ ուզեմ տենց դանդաղ գրեմ, կարամ ես Կարող է հայերեն ավելի արագ եք մտածում, դրա համար արագ եք գրում։ Արագ եմ գրում ու բավականին տենց խզբզած էլի։ Հետո հազիվ եմ կարդում։ Ես հազիվ եմ կարդում ուրիշները։ Դասախոսս ասում էր սրտի աշխատանքը հիշեցնում ինքն էլ այդ ձեռագրեր ընթերցողներից է, գրողների այդ օրինակներ բերում։ Իսկ AI-ի օգտագործումը հիմա ուսանողների մոտ ինչքանով կա ու դուք որպես դասախոս կարողանում եք տարբերակել որևէ հանձնարարություն, առաջադրանք AI-ին է պատվիրակած, թե ուսանողի սեփական մտածողությունն է։ Ճիշտն ասած, այս սեմեստր որոշեցի, որ գրավորներ չեմ պահանջելու, որտեղ հասկացա, որ անիմաստ է։ Նստել կարդալ են ինչ-որ AI-ով են գրել, էլի։ Ավելի շատ ոնց որ բանավոր քննարկման վրա кейսերը գնում, իսկ քննության ժամանակ ինտերնետ չկա։ Քննությունը լաբում ենք անում, բայց ինտերնետ չկա, թե չէ անիմաստ է։ Բայց կարևորում եք ամեն դեպքում այդ գործիքների օգտագործումը, թե բացարձակ դեմ եք։ Չէ, դեմ չեմ, այո, գործիքները իհարկե պետք է, ու գործիքները կարան շատ լավ օգտագործեն սովորելու համար։ Ու այսօր բավականին հետաքրքիր գործիքներ կան, որ կարան քեզ օգնեն սովորել, էլի։ Չասած, որ կարաս նստես հետ խոսաս, քեզ ցանկացած դասախոսից է լավ պատմի։ Իհարկե կարա սխալ պատմի, կարա նույն հալուցինացիա լինի եւ այլն, բայց սովորելու իմաստով միանշանակ նույնը նաև աշխատանքի իմաստով կիրառելը բավականին արագացնում է ռուտին process-ները, նույն աուդիտի մեջ շատ այսօր առանձին մի հատ ուղղություն ունենք ու մենք իմիջիալից հաջորդ ուրբաթ ու շաբաթ օրերին միջազգային կոնֆերանս ենք անում, հենց մեր կոնֆերանսի թեմաներից մեկը արհեստական բանականության կիրառումն է աուդիտի մեջ։ Օրինակ երկար process-ներից աուդիտի հաշվետվություն գրելը, որովհետև շատ տենց մանրազնին գործ է, էլի, բայց այդտեղ բավականին օգտակար է լինում նույն պլանավորման մեջ, որ դու պետք է լիքը բան տարբեր կարդայր, research անեիր, բան, այսօր ասում ես մի հատ էս թեմայով ինձ աուդիտի պլան սարքի։ Ավտոմատացման տեսանկյունից էլի շատ օգտակար է կրկնվող անելիքներ, որ տեխնիկական են զուտ ու բարբերաբար են լինում։ Այդ աջենտիկն էլ հիմա, առաջ է գալիս, որ կարաս ավտոմատացնես տարբեր գործեր, այո։ Մենք հիմա մի փոքր սկսել ենք այդ մասով գործանել թիմով, make.com գործիք կա, շատ ցանցերը կապում է, ահագին արդյունավետ է, լիքը բաներ, մինչև Trello-ի task-եր, բաներ դնելը հեշտացնում է process-ները։ Բայց միանշանակ մյուս վտանգն էլ կա, որովհետև օգտագործողից կախված ինքը արտացոլում է մեր իրականությունը հիմա իրան ոնց կօգտագործենք, ըստ այդմ էլ կարձագանքի։ Իսկ մարդիկ հակվածություն ունեն նաև պատվիրակելու, մի քիչ ավելի թամբալ ենք, այդ առումով ռիսկեր կան։ Եկեք մի քիչ էլ խոսենք փողի հետ վարվեցողությունից։
ձեզ շատ հաճախ կարող ենք տեսնել ֆինանսական գրագիտության թեմայով տարբեր մաստեր կլասեր բարելիս, ձեզ տարբեր տեղեր հրավիրում են, այսօր ինչի է կարևոր ֆինանսական գրագիտության մասին այդքան խոսել ու ինչ է առհասարակ նշանակում ֆինանսապես գրագետ լինել։ Դա ծախսելու մասին է, կուտակելու մասին է, թե հավելյալ ծախսեր չստեղծելու մասին է, թե այդ ամբողջը իրար հետ մի փոքր պատմեք։ Հետաքրքիր է, որ այդ պիտակ եկավ կապավ, դե ինչ որ անում ես հատկապես կամերայի առաջ շարունակվում է, երևում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 50%-ից ավել, նույնիսկ այս վերջերս այդտեղ տեսա 58% բնակչությունը բաժնետեր է։ Իսկ առնվազն մի ընկերությունում բաժնետոմս ունի։ Դա բավականին մեծ թիվ է ու դա խոսում է դրա մասին, որ իրանց տնտեսությունը հիմնված է բաժնետի իրական կապիտալի վրա։ Օրինակ Եվրոպայում տենց չի, Եվրոպայում, ասենք Գերմանիայում 5 հոգուց մեկն է բաժնետեր։ Դեռ ավելի կենտրոնացված է սեփականությունը, ավելի շատ նաև ՓՄԶ-ներ կան, փոքր միջին ձեռնարկություններ, բայց Ամերիկայում շատ տարածված է այդ բաժնետ իրական կուլտուրան, այդ ինձ թվում է իրանց տնտեսական պատմության արդյունքն է։ Ինչքանով են այդ մարդիկ ֆինանսապետ գրագետ, ենթադրում են, որ բաժնետոմս ձեռք բերելու վաճառելու համար ինչ-որ մինիմալ գրագիտություն պետք է, էլի։ Պարտադիր չի, որ բոլորը շատ ռացիոնալ լինեն, բայց առնչվում են կապիտալի շուկայի հետ, էլի դրա գործիքները կա։ Հիմա մեր մոտ որ բոլորը ֆինանսապես ավելի գրագետ լինեն, ինչքանով դա կազդի, հավանաբար կազդի նույն, ասենք այդ բանկի աշխատողը, որ ավանդի փոխարեն իմանա ոնց պարտատոմս վաճառել կամ հաճախորդը որ եկել է ավելի գրագետ ներդրում անի, երևի թե ընդհանուր տնտեսության մեջ ինչ-որ էֆեկտներ կունենան, էլի։ Բայց մի հատ sense հասկացողություն կա ֆինանսներում, վարկագծային ֆինանսներ ու դրա առաջատար հեղինակներից մեկը Ռիչարդ Տալերն է, որը կարծեմ մահացավ վերջերս, ինքը Նոբելյան մրցանակ ստացավ իր գրքի համար, որ կոչվում է Նադջ։ Նադջը տենց թեթև հրմշտոցն է, իրքը նրա մասին է, ինչպես է պետական տարբեր ծրագրեր նախագծել, որտեղ տենց բզել երևի, հա, մեր տերմինով բզել կա դեպի ճիշտ ուղղությունը ու հիմնական իր գիրքը սկսում է նրանով, որ ասում է ընդհանրապես ավանդական տնտեսագիտությունը ենթադրել է, որ մարդիկ ռացիոնալ են, հա, այսինքն մարդը չի առնում թանկ բան, առնում է ժամ բանը, որ իրան պետք է եւ այլն, բայց իրականում ասում է մարդկանց մի փոքր մասն է ռացիոնալ, որոնց անունը ինքը դնում է էկոններ, իսկ մնացած մասը ասում է շատ էմոցիոնալ է, իրանք հումաններն են, որոնց մոտ որոշումները ռացիոնալ չեն, իրանք ավելի շատ իրավիճակային են, ավելի էմոցիոնալ են։ Գրագետ լինելը ենթադրում է, որ դու դեպի ավելի ռացիոնալ դաշտ գնաս, այսինքն դու ինչ-որ բան առնում ես, ոչ թե քեզ դուր է գալիս, այդ թվում օրինակ ֆինանսական գործիք, այլ դու որոշակի վերլուծություն ես անում եւ հասկանում ես, այդ քեզ իրապես պետք է, արդյոք այն հատուցումը, որ դու ակնկալում ես, համաչափային ռիսկին, որ դու վերցնում ես, թե չէ։ Գրագիտությունը ընդհանրապես տարբեր ոնց որ իրավիճակներում կարա լինի, հա, անհատական մակարդակով, կարա լինի նույն ՓՄԶ-ի մակարդակով, այս վերջերս միջին ասիական երկրներից մեկում գրագիտության ոնց որ ՓՄԶ-ի կամ կին ձեռներեցների համար դասեր էինք անցկացնում, կարա լինի նաև, ասենք, խոշոր ընկերությունում, այդ թվում բանկերում, ես ասեմ, որ նույն այդ օրինակը, որ բանկի ֆրոնտ լայնի աշխատողը պարտատոմս չի տիրապետում վաճառելու, դա եւս ֆինանսական գրագիտության մասին է, մարդիկ ենթադրում են, որ եթե ինչ-որ մեկը բանկում է աշխատում, ինքը ֆինանսներ գիտի,
Ես վստահեցնում որ դա տենց չի։ Ծրագրավորողներին ասում են կոմպյուտերշիկներ ու ամեն ինչ պիտի հասկանան դա է։ Իսկ Հայաստանում ինչ իրավիճակ է այդ տեսանկյունից ձեր փորձառությունից ելնելով։ Մի հատ բան կա, միտք կա Ֆրանսիս Բեկոնն ասում է փողը լավ ծառա է, բայց վատ տեր, հիմա Հայաստանում ով է տերն ու ով ծառան։ Դե ցավոք հաճախ փողը տեր է։ Այդ Մորգան Հաուսելը մտ նոր գիրք է գրել, այս թե գիրք է, բայց դուրս եկա գրել էր այդ փողի հոգեբանությունը, հետո մի հատ էլ գիրք գրել, այս մեկ կոչվում է փող ծախսելու արվեստը, The Art of Spending Money, երևի մի երկու շաբաթ է դուրս եկել, ու ինքը ընդհանրապես այդ գիրքը դրա մասին է, դու ծառա ես թե տեր ես, տարբեր կողմերից տարբեր ձևերով մոտենում է, բայց հետաքրքիր ոնց որ եւ օրինակներ ունի եւ ինչ որ իմաստով եւ ամոզիչ է, որ ասում եմ ծախսի այնպես ինչ որ քեզ հաճույք է պատճառում, ոչ թե ստատուսի հետևից ենք էլի կարճ եթե ասեմ Բայց դա միանշանակ չէ։ Եթե դու ստատուսի հետևից ես ընկնում, դու ծառա ես դառնում, եթե դու Բայց հաճույքն էլ մի տեսակ ինքը իրացիոնալ է ամեն դեպքում։ Հաճույք չէ, այն ինչ որ քեզ երջանիկ է դարձնում, հաճույք սխալ ասեցի գուցե։ Ինչից որ դու լավ ես զգում, ոչ թե հաճույք ես ստանում, այլ ինչից լավ ես զգում։ Այս վերջերս հենց դրա մասին մի հատ հանդիպում ունեինք ելելելում ու խոսում էինք այդ ծախսերի մասին, քննարկում էինք ոնց որ տարբերակն է ավելի ճիշտ հիմա կուտակել հետո ծախսելու համար, թե նույն շատերից բնորոշ վարկ վերցնել քո ապագա եսից այսօր ծախսել ու վաղը փակել Երեխեքից մեկը կենտրոնական բանկում էր աշխատում, իր օրինակով կիսվեց, ասաց, որ բոլոր դեպքերում վարկը եթե բիզնեսի համար չի իհարկե, այդքան էլ հաջող մոտեցում չի վերցնել գումար ապագայում փակվել, բայց ասաց որևէ մեխանիզմ ինձ չի կարող հակառակը համոզել, թե ես ինչի եմ վարկ վերցրել ու գնացել Pink Floyd-ի համերգին որովհետև այն զգացողությունը ու այն էներգիան, որ ես ստացել եմ ու բերել եմ իմ աշխատանքում ներդնելու, որևէ կերպ թվերով չի չափվում, բայց փաստացի դա ճիշտ ներդրում է եղել էմոցիոնալ մակարդակում։ Ну, это Հաուզելն էլ ասում է, ես չեմ կարող ասեմ ճիշտ է, սխալը որն է, դրա համար էլ գիրքը կոչվում է փողը ծախսելու արվեստը, որտեղ ասում եմ որ իմանայի գիտություն կլիներ ոչ թե արվեստ։ Հարցեր կան, որ քննում ես, վերջում ամեն դեպքում պատասխան չունես։ Կարող է ինձ ու քեզ բան չտա, բայց այդ մարդուն կոնկրետ կյանքի երազանք լինի ու ինքը նրանից որ իրականացրեց այդ երազանքը պրոդուկտիվությունը բարձրանա, հա։ Բիզնեսում վարկը թույլ է տալիս ընդհանուր կապիտալի արժեքը նվազեցնել, հա։ Բայց կյանքում այդպես բան չկա, կյանքում քիչ ինչքան խնայողություն ունենաս, այնքան ապագատ ավելի գուցե ապահով լինի։ Դա էլ միջայլոց շատերը զուտ ինտուիտիվ բնազդային մակարդակով չեն ընդունում, չեն ընկալում, որ սեփական փողը ավելի թանկ է, քան թե վարկը։ Նույն բաժնետի իրական կապիտալը ավելի թանկ կապիտալ է, քան փոխառու կապիտալը։ Եկեք մի քանի ներդրումային գործիքներ կամ խորհուրդներ տանք մարդկանց։ Կարանք քննարկենք, բայց որ ասեմ խորհուրդ եմ տալիս ես ինչ բան անեք կամ ինչ բան անեք։ Գումար տնտեսելու համար ինչ քայլեր կան, որ արժի անել ցանկացած։ Դե տնտեսելու համար պետք է մի կողմ դնես ինչ որ գումար։ Ինչ որ տոկոսներ կան, չէ՞, օրինակ 20% են մեկ ասում, 10, 8 կախված։ Գոնե մի 10% պետք է դնես։ Այսօր պետությունը քեզ ստիպում է դնես, հա, որովհետև շատերը քանի երիտասարդ են չեն գիտակցում կամ մտածում են դե վաղը ինչ կլինի, ինչ գիտեմ։ Կենսաթոշակային ֆոնդի մասին ենք խոսում։ Պարտադիր կենսաթոշակայինի տրամաբանությունը դրանում է, այնտեղ 10% է դրած մեջ, հա։
որպեսզի երբ որ դու թոշակի անցնես, քո վերջի աշխատավարձի կարծեմ տենց մի 60%-ի չափ թոշակ ստանաս, որպեսզի կենսամակարդակդ կտրուկ չընկնի, էլի, այսինքն Բայց թոշակի անցնում են 65-ից հետո, չէ՞։ 63 հələ որ Բայց այդտեղ էլ չկա ռիսկեր, օրինակ մարդը որքանով ապահովագրված, որ 63 տարի կապրի, հետո կօգտվի այդ հնարավորությունից։ Ռիսկեր միշտ կան ամենտեղ։ Այդ տեսանկյունից այլընտրանք չունեն, չէ՞, պարտադիր կենսաթոշակային ֆոնդում, այսինքն եթե դու ինչ որ պահի 63 տարեկան չես հասնում, քո գումարը ժառանգներին փոխանցվել կամ Փոխանցում, չի կարող, չէ։ Այդ շատ լավ է, ես չգիտեի։ Բայց ամեն դեպքում ոչ մեկ չի կարող ասի, վաղ ինչ կլինի իր այդ։ Օրենսդրական փոփոխությունների առումով Օրենսդրական փոփոխությունները կարող լինեն։ Իսկ նաև կար պարտադիրից բացի կամավոր, չէ՞, կենսաթոշակային ֆոնդ։ Դրա մասին էլ մի փոքր կասեք, ինչ տարբերություններ ունեն։ Կամավորը ըստ էության դες որոշում ինչ կանես ուզում։ Պարտատոմսի նման մի բան է, հա։ Կենսաթոշակային, հա։ Կամավորի դեպքում։ Ինքն դու որոշակի գումար ես տալիս։ Չէ, պարտատոմսի նման չէ, դու պարտատոմսը մարման ժամկետ ունի, դա եւս ենթադրում է X ժամանակ հետո ստանալ։ Հա, իսկ կամավորի դեպքում էլի կա որոշակի։ Կամավորը դες որոշում ինչքան տաս։ Ինչքան տաս ու երբ տաս։ Ինչ ժամկետով տաս։ Պարտադիր չի կենսաթոշակային լինի, դու ինքդ կարաս գումար մի կողքի դնես, չէ՞։ Ընդհանրապես եթե խորհուրդներից են խոսում, կարող նրա դիվերսիֆիկացիան է, այսինքն տարբերակել գումարները, թե ժամանակի ընթացքում որ մի քիչ ավելի շատ կուտակես, ու կենսաթոշակայինը բնականաբար կա, այդ դու չես անում, բայց դրանից ավել կարաս սկսես ավանդից, հետո չգիտեմ, պարտատոմս, սուրիայի տասարները ավելի հետաքրքրված են կրիպտոներով, անշարժ գույքն էլ է ներդրման ոնց որ ուղղություն, որը իր առանձնահատկությունները ունի, իր խնդիրները, բարդությունները, բայց լավ է տարբեր տեղեր դնել, այսինքն չտանես ամբողջ գումարը դնես կրիպտոյում կամ ամբողջ գումարը տանես ստարտափներում։ Ռիսկերը նվազեցնելու համար։ Հա, այդ շուկաները դեռ իրար հետ կապված են, բայց իրանք տարբեր ձևերով են շարժվում եւ տարբեր տեղեր դնելով ոնց որ մի բանից կախված չես լինում։ Իսկ անշարժ գույքի շուկայում հիմա ինչ վիճակ է, որովհետև մի տեսակ ավանդական ուժով մարդիկ անընդհատ առաջնային կամ երկրորդային շուկայից բնակարաններ են ձեռք բերում, հետագայում վարձով տալու նպատակով կամ իբրև կապիտալ ունենալու կամ որպես ներդրման տեսակ, ինչ որ ռիսկեր էս տեսանկյունից չկան։ Այսպես ասած փող հետ գցելու ձև է դա, էլի։ Բայց բնակարանի արժեքի փոփոխությունը տարիների ընթացքում, չգիտեմ, մաշվածություն, առհասարակ հնարավոր կլինի այդքան բնակարան վարձով տալ ապագայում այսօր եկամտահարկի օրենքից օգտվելով լիքը մարդիկ նորակառույցներից ձեռք են բերում բնակարաններ ու չենք կանգնել։ Ձեռք են բերել, հիմա էլ չգիտեմ ձեռք բերում են թե չէ։ Դե կան որոշակի կառուցապատողներ, որ դեռ օրենքը գործում է։ Հա, կամ որ ինչ որ ժամկետից մի քիչ առաջ են ոնց որ հասցրել։ Մյուս տարբերակն էլ նա, որ սկսել են ապառիկ վաճառել, այսինքն մի գումարով չի, այլ չգիտեմ, մի քանի տարվա մեջ են գումարը հավաքում։ Մի քիչ բանի հարցը, մենտալիտետի հարցը, մենք տենց բետոն ու քար սիրող ժողովուրդ ենք, էլի, մեր համար այդ տեսանելի Փարիզը, պատը, բան, տենց ինչ որ Ավելի արժեքավոր է, քան ինչ որ տեղեր։ Թվում ինձ թվում է ավելի արժեքավոր է թվում ոչ թե տենց է։ Բայց մեր մոտ նույն այդ սեփականության իրավունքը ֆիզիկական սեփականության ավելի լավ է պաշտպանված, քան թե ցանկացած այլ սեփականություն։ Նույն արժեքներ կլինեն մտավոր սեփականություն առավել ևս։ Այսինքն նաև այդ տեսանկյունից է
պաշտպանվածության տեսանկյունից ելնելով եւս մարդիկ կարող են գնալ այդ որոշումներին։ Կարող են։ Իսկ հիպոթեկային վարկի դեպքում մի փոքր էլ սրանից խոսենք, հա, ինչ ռիսկեր կան, որ շատ հաճախ կառուցապատողները չեն նշում, պրոյեկտը առաջնային շուկայի մասին է խոսքը, նախագիծը չավարտելու դեպքում նախապես բնակարան ձեռք բերած մարդը որոշակի ռիսկայնություն ունի, այդտեղ բնակարան կորցնելու կամ իր վճարած գումարը չստանալու, թե չէ։ Դենց ամբարեխիղճ բաներ պատահում են, հա, տենց ինչ-որ դեպքեր կան, այդ շենքը, որ կառուցում են, պետք է մետ ավարտական ակտ ստանան, դե մետ շահագործման ակտ պետք է ստանան, որի մասին շատերը չգիտեն։ Շահագործման այդ նշանակում որ կառուցապատողը հանձնում է այդ շենքը ոնց որ իր վրայից դուրս է գալիս մի տեսակ եւ տարբեր ծառայություններ պետք է շահագործվեն, հաճախ այդ արանքում ինչ որ միտեղ լրվում է։ Ու արդյունքում բնակարան ձեռք բերողը ունի որոշակի ռիսկեր, որի մասին կառուցապատողը չի զգուշացնում։ Բնականաբար։ Լավ, գանք մի փոքր էլ ձեզ ինչ հետաքրքիր սովորություններ ունեք, որ արդյունավետ են ու կարեք դրանցով կիսվեք, գուցե մեզ էլ օգտակար լինեն։ Գիտեմ, որ ընթերցում եք շատ, կարդում եք։ Կարդում եմ, մարզվում եմ, փորձում եմ չափավոր ուտել, այսինքն ինչ որ վերաբերվում է մարմնի եւ ուղեղի առողջությանը, հետևում եմ։ Ինչ եք կարդում։ Ինչ լավ գրքեր կան։ Տարբեր, մեկ ավելի հեշտ, մեկ ավելի բարդ։ Փորձում եմ նոր բաներ կարդալ։ Գրքերից խորհուրդ կտաք, ինչ որ նոր բաներ, որ վերջերս եք ընթերցել։ Jared Diamond-ի 3 գրքերը կարդացի, մեկ անցած տարի, երկուսս տարի։ Բավականին հետաքրքիր են, այո, խորհուրդ կտամ, որովհետև որոշակի պատմական պրիզմայով վերում հասցնում եմ մինչև մեր օրերը, ճիշտն ասած, եռա տրիլոգիան ոնց է եռագրություն։ Իրականում շատ գրքեր է գրել, բայց 3 հատը կան, որոնք ինչ որ ձևով փոխկապակցված են։ Առաջինը Պուլիցերյան մրցանակ է ստացել 98-9 թվերի գիրք է, կոչվում է Guns, Germs and Steel, այսինքն հրացաններ, միկրոբներ եւ պողպատ։ Ամբողջ մարդկության պատմությունը այդ 3 բանով է բացատրում։ Շատ հետաքրքիր գիրք է ու ոնց որ նոր բաներ ունի։ Սա հետ գրություն։ Հա, վերջում որ ավելացած։ Հա, հետ գրություն։ Իրականում այդ երկրորդն եմ կարդացել, առաջինը իր վերջի գիրքն էի կարդացել, կոչվում է Upheaval նշանակում է ապստամբում, ամբոստություն, տենց մի բան, 6 երկրների մասին է գրում, որոնք հետաքրքիր պատմական կարողացել են փոխեն իրենց պատմությունը կամ մասամբ, Ֆինլանդիան ու Ճապոնիան են շատ հետաքրքիր, կա այդտեղ Չիլիի մասին, Ինդոնեզիայի, Ավստրալիայի եւ Ամերիկայի կարծում։ Այն մի գիրքը, որ այդ երկուսի արանքում է գրել, կոչվում է Collapse։ Ինչպես են պետությունները կամ ցիվիլիզացիաները հայտնում ծանր դրությանը, վերացել, ոչ թե հայտնվել ծանր դրության, այլ ընդհանրապես վերացել ու շատ հին ցիվիլիզացիաներից սկսած գալիս է մինչև օրինակ շատ հետաքրքիր է վիկինգների պատմությունը, որ իրանք 900-ական թվականներին գնացել են մինչև
Իսլանդիա, Գրինլանդիա, հետո 1000-ականներին նույնիսկ հասել են Հյուսիսային Ամերիկա, Կոլումբոսից շատ ավելի շուտ, մոտ մի 500 հոգի են եղել ու չեն կարացել մնան, տեղի հնդկացիների հետ տարբեր ընդհարումներից հետո դուրս են եկել, հետ են եկել, բայց Գրինլանդիայում մի 450 տարվա պատմություն ունեն ու ի վերջո կոլապս է եղել այդ իրանց Գրինլանդիայի նորզե ցիվիլիզացիան չի դիմացել։ Եապես կլիմայական պայմաններն են փոխվել, իրանք փորձել են իրանց սկանդինավյան ապրելակերպը բերել այդտեղ տեղայնացնել, նույն ասենք են կենդանիները, որ իրանք պահել են ապրելակերպը, որ ունեցել են, բայց ինքը 5 հատ ոնց որ չափանիշներով ցույց է տալիս, ինչն է որ ազդում է ցիվիլիզացիայի կամ կոնկրետ իրավիճակի, ասենք այնտեղ կա Նոր Զելանդիայի կողքերը մեկ կղզի է փոչուրել, որտեղ 2000 հոգի մարդ է ապրել, այդպես տարբեր օրինակներով ցույց է տալիս, այդ իր պրիզմայով անցկացնում, բայց շատ վախենալու գիրք է, վախենալու է, որովհետև նույն կլիմայի փոփոխությունը, նույն անտառային ու ջրային ու հանքային ռեսուրսները թե ինչ անխնայենք մենք օգտագործում ամբողջ աշխարհում ու ոնց կարա դա կոլապսների բերի, այդ պատմությունները անցել է էլի, վերջի Եվ 100-150 տարին առավել ինձ թվում անխնայենք էլի աշխարհում օգտագործում, երևի մենք Հայաստանում ամենաքիչը, բայց այդ զարգացած աշխարհը ինքը մի քանի տեղ է իր տարբեր գրքերում անընդհատ այդ մասին խոսում է, ասում է վտանգ է ինչի, որ բնակչությունը 8 միլիարդից կդառնա, չգիտեմ, 20 կամ 50, իրականում բնակչությունը կարա ընդհանրապես չավելանա, բայց առաջին աշխարհի բնակչությունը, որը մոտավորապես 1 միլիարդ մարդ է, միջինում 32 անգամ մի հոգին ավելի շատ ռեսուրս է սպառում։ 32 անգամ։ Մի հոգին 32 անգամ ավելի շատ ռեսուրս է սպառում, այդ թվում աղբ է ստեղծում, տարբեր տեսակ, չգիտեմ, մեկ անգամյա փաթեթավորումներով եւ այլն, բայց ոչ միայն։ Ամբողջ սարսափելի թիվ։ Ասում ես Չինաստանը այս արագ տեմպերով որ զարգանում է, միջին դասը այսքան շատանում է։ Մենակ Չինաստանը, Հնդկաստանը չհաշված, հավասարազոր է այդ 1 միլիարդ առաջի աշխարհին ու այն տեմպով, որ իրանք առաջ են գնում, ուղղակի կրկնապատկվելու է մեր սպառումը, էլի։ Այսօր էլ Չինաստանը արդեն մեքենաների քանակով, լիքը տարբեր բաներով շատ առաջ է գնացել։ Առաջ սպառման իմաստով, սպառման կռիվ է, չէ՞, որ Ամերիկայի Չինաստանի միջև։ Ոչ թե սպառման, այլ ռեսուրսների։ Ինձ շատ հետաքրքրեց այդ գիրքը, հաստատ կկարդամ։ Ինքը Մոնտանայի մասին, մի քիչ այս գիրքը դժվար էր կարդալ, ինքը մի ավելի ծամծամած էր, բայց առաջի մի զգալի մի հատ կտոր Մոնտանայի մասին է պատմում, թե ինչ չնաշխարհիկ տեղ էր, հիմա ինչ է դարել, ոնց է գյուղատնտեսությունը աշխարհի տարբեր տեղերում, ինչքան էլ որ դրանով զբաղվող մարդկանց շատ հոգի հարազատ է, բայց իրանց ծերունները չեն ուզում զբաղվել, ու դա ինքը շատ ծանր չարքաշ կյանք է ու աշխատանք է, բայց նույն Մոնտանայում օրինակ տուրիզմն է որ շատացել է ամառանոցների ոնց որ կտորը, հա մեր մոտ ոնց է այսօր Դիլիջանում բոլորը ուզում են ամառանոց ունենալ, չէ՞, բայց բնականաբար ոչ մեկ չի ուզում դիլիջանցու կյանքով ապրել, ուզում է հանգստացողի կյանքով։ Մոնտանան է, ու ասենք օրինակներ է բերում, որ մարդիկ անտառահատումներ են արել, դրա պատճառով հողերն են հոսում կամ ասենք անտառային հրդեհներն են շատ արագ տարածում, որովհետև երբ որ անտառը խիտ է, այդ ամեն ինչը շատ ավելի էկո համակարգերը խախտելով մարդիկ ինչ լուրջ վնասներ են տալիս։ Շատ հետաքրքիր է օրինակ Ճապոնիայի պատմությունը, որ 1600-ականներից, երբ որ այդ Տոշիգավա Սյոգունի դինաստիան սկսեց կառավարել ու իրանք տենց երկարաժամկետ տեսլական ունեին, որ իրանք հավերժ են ու տենց 250 տարի կառավարեցին,
Արդյունքում սկզբում շատ անխնա անտառները կտրում էին, որովհետև փայտանյութը ամենուր էր, իրենց ամբողջ բնակ ֆոնդը փայտանյութով էր, հետո Սյոգունը հասկացավ, որ այդպես շատ հեռու չեն գնա ու տարբեր գործիքներով սկսեցին անտառահատումները սկզբում արգելել, հետո խրախուսել, որ մարդիկ տնկեն։ Այսօր Ճապոնիայի տարածքի 74%-ը անտառ է։ Իրանք այդքան խիտ բնակեցված լինելով այդքան փոքր տարածքում, 120 միլիոն են, չնայած պակասում են, բայց իրանց տարածքի 74%-ը անտառ է։ Ու ցավալին է, որ այդ ամեն ինչով հանդերձ իրանք ոչ թե տենց շատ բարի են, շատ հումանիստական են, այլ իրանց պետք է որ անտառ լինի, որովհետև այդ օդ է եւ այլն, բայց դրա պատճառով իրանք ամբողջ աշխարհից շատ անխնա ձևով անտառ են առնում։ Բրազիլիա, Ամազոնի հոբիտներ, Աֆրիկա, այսինքն իրանք ուղղակի արտապատվիրակել են իրանց խնդրը այլ վայրեր ու արդյունքում ուրիշ տեղեր է կտրվում ու օրինակ իրանք շատ անխնա նաև ձկնորսությամբ են զբաղվում միջազգային այդ ջրերում, օվկիանոսներում ու օրինակ նույն անտառը ձուկը իրանք վերականգնվող ռեսուրս են, եթե դու իրանց խելամիտ ես օգտագործում, դրա մասին էլ պատմում օրինակ ի տարբերություն չգիտեմ նավթի կամ երկաթի կամ պղնձի, որ դու արդյունահանում ես ինքը վերջանում, դա վերականգնվող ռեսուրս է։ Չկտրես ավելի շատ, քան օգտագործում ես, ինքը կվերականգնվի, նույնն է այդ ձկների ու կենդանիների տեսակները։ Շատ հետաքրքիր է օրինակ Դոմինիկայի ու Հայիթիի պատմությունը, որ մի կղզու վրա է, ինչքան տարբեր այնտեղ էլ է Դոմինիկայում դիկտատոր է եղել 60-ական թվերին, որը անտառ պահպանությամբ է զբաղվել իր բաներից ելնելով, իսկ այս Հայիթին լրիվ տենց վերացրել են էլ մի կղզու վրա երկու երկիրը ահավոր տարբեր կենսամակարդակով։ Շատ հետաքրքիր բաներ կա մեջը ու շատ վախենալ ես մինչև հիմա այդ գրքի բաների տակ եմ էլի։ Այս տարի դեպ ես էլ որ բանն է Եգիպտոսում էի, այնտեղ էլ ինձ շատ զարմացրեց իրենց մոտեցումը քաղաքաշինության զարգացմանը ու տնտեսությանը, ինչ էին անում, նոր քաղաքներ էին կառուցում լրիվ անապատային վայրերում ու ասում էին պտղատու հողերը թողնում ենք ինչ որ բերքեր մշակելու, ծառեր տնկելու համար, այդ գնահատականը, ոնց որ գնահատանքը եւ ժողովրդի մոտ կար եւ ղեկավարության եւ ասում են այնտեղ ավելի հեշտ է ուղակի ջրահամակարգեր տանել, ունենալ քաղաքներ անապատում այդ տարածքը օգտագործել դրա համար եւ բերի պտղատու հողը ծառայեցնել արդեն իսկ ոնց որ այլ բաների։ Մենք անում ենք հակառակը։ Անտառները հատում ենք, բերում ենք ասֆալտապատում ենք։ Դες վերջերս կարդում եմ անտառները 12%-ն ինչքան ու մենք ինչ-որ բան ունենք, պարտավորվածություն ունենք, որ մինչև 30 թիվը պետք է կրկնապատկեն, բայց ամբողջ Հայաստանի տարածքում 12% խայտարակություն է, բայց իրականում ավելի վատեր էլ կան իհարկե, բայց անտառը շատ կարևոր բան է։ Դե մեր մոտ Հայաստանում ինչքան տեղ կա քշում ես լրիվ չոլա։ որ կարար իրականում լինել անտառապատ։ Իհարկե անտառի համար նաև ջուր է պետք է։ Դա Ճապոնիա, որ ասում եմ, ինչն է հետաքրքիր, 74%-ը որ անտառը ինքը տնկած անտառ է։ Իրանք ըստ էության ամբողջությամբ տնկել են։ Այդ վայրի ինքը իրանով տենց շատ չի բանում, էլի։ Հետաքրքիր մի հատ շատ էլի պատմություն կա այդտեղ Ավստրալիայի մասին։ Ընդհանրապես Ավստրալիան ես իր այդ երկու գրքերով բացահայտեցի, տենց մեր մոտ պատկերացում կար, որ Ավստրալիան կանաչ կոնտինենտ է, չէ, իրենց ֆուտբոլի թիմն էլ է, տենց ինչ որ կանաչ կոնտինենտ են ասում, չնայած Գրինլանդիան էլ հետաքրքիր է, որ սառը տեղ է, բայց ինքը իրականում պատճառ է եղել, որ Գրինլանդիան դրա անունը կանաչ երկիր։ Բայց Ավստրալիայի ինչն է հետաքրքիր, այդ երկրի մեծ մասը անապատ է։ Մի քանի հատ քաղաք կա այդ ներքևներում,
որոնք բոլորը ըստ էության նավահանգիստներ են եղել բրիտանական կայսրության ժամանակ, ու շատ քիչ տեղեր է, որ Բերիա ու ինչ-որ բան է աճում, ու այս բրիտանացիները ինչ են արել, այդպես պարապությունից կարելի ասել, որոշել են, որ նապաստակ ու աղվես պետք է բերեն Ավստրալիա, որովհետև այնց կենգուրու, մենգուրու, այնց մեր կողմ ավստրալիական կենդանի են եղել անհետաքրքիր իրանց համար, ինչ են բերել նապաստակ աղվես։ Որսի համար, որ որս անում։ Ու դա մի հատ պատուհաս է դարել իրանց գլխին, այս նապաստակներն ու աղվեսները, բայց հատկապես նապաստակները այնց են բազմացել, ահա որ շատ, որ իրաց չեղած այդ խոտն էլ, որ պետք է անասունը ուտի, մեծ մասը նապաստակներն են ուտում, ունդը պատմում, ասենք ֆերմերները ոնց են պայքարում բուլդոզերներով նապաստակների հետ բները քանդելով, հետո դինամիտներ մեջը դնելով, տրակացնելով, ճար չունեն, այսինքն մարդը ժամանակին տենց միջամտել է բնության գործերին ու դարել է մատ իրենց գլխին պատուհասել։ Հետաքրքիր է շատ։ Մինչև 1967 թվականները ավստրալիացիները ինքնություն չեն ունեցել։ Իրանք իրենց համարել են որպես բրիտանական ենթականեր։ Այդ սկսել է խախտվել 12-րդ համաշխարհային ժամանակ, երբ որ ճապոնացիները ինքնաթիռներով ռմբակոծել են Ավստրալիային, մինչև այդ օվկիանոսի մեջտեղը միտեղ կղզի էր, Սինգապուր, Մալայզիայում էլ կայանած ոնց որ բրիտանական զորքերը իրենց պաշտպանում էին։ Երկրորդ համաշխարհային ժամանակ, քանի որ իրանք բրիտանացիք շատ ծանր իրավիճակում էին, ճապոնացիները օդից հարձակվում են Ավստրալիայի վրա ռմբակոծում են ու պարզվում է, որ Բրիտանիան չկա որ իրանց դիրություն անի, իրականում ամերիկացիներն են ոնց որ օգնության հասնում ավստրալիացիներին, բայց այդ ժամանակ իրանց ինքնության լուրջ կրիզիս է սկսում, իրենք հասկանում են, որ բրիտանացի չեն, էլի, այլևս ու 70-ական թվականներից նոր սկսում են իրանք փնտրել իրանց ինքնությունը։ Դա է շատ հետաքրքիր է, ասենք ես ընդհանրապես չի պատկերացնում։ Այսինքն ինքնությունը փնտրել են իրենց մոտ ինչ որ խնդրի հանդիպելուց հետո հարցը առաջացել ու նոր ինքը Ավստրալիան ինչ է եղել, Ավստրալիա տարել են իրենց կալանավորներին, դասական իմաստով գաղութ է եղել։ Ու ընդորում բավականին երկար է տևել Բրիտանիայից մինչև Ավստրալիա նավը 1800-ականներին էր, քանի օրում է հասել 800 օր։ 800 2 տարից ավել նավը գնացել է այնտեղից ուտել, որ ինչ-որ բան հասցնի։ Շատ հետաքրքիր է։ Կան էլի գրքեր հետաքրքիր պատմությունների մասին։ Հետաքրքիր միշտ է կան, ոնց որ միշտ է կարդում եմ, որը ժամանակ ավելի շատ, որը ժամանակ ավելի քիչ։ Իսկ գեղարվեստական գրքեր կարդում եք։ Դասական իմաստով գեղարվեստական շուտվանիշ չէ, ինձ ուզում եմ։ Այս Ջորդան Պիտերսոնի նոր գիրքը կա, ասում ենք, որ մրցում ենք Աստծո հետ։ Շատ եմ սիրում Ջորդան Պիտերսոնին։ Դժվար է իրան կարդալ, այդպես պատրաստ լինես։ Այս վերջերս իր հարցազրույցներից մեկն էի նայում, քանի 20 աթեիստի հետ 10 րոպեանոց բաներ էին դրել, ոնց որ զրույցներ, այդ խեղճի վրա էլ վիճակ չկար, ասեն ճակատը սրբում էր, գալիս էր հաջորդ աթեիստը, ինչ որ դիպուկ հարցեր էին տալիս, մինչև փորձում էր առանց բարկանալու պատասխանել։ Ասեցի, հիշեցի աթեիստների մասով, ոչ թե աթեիստների, այլ կարդացել եմ երկու գիրք, մեկ բանի Պոլ Ստրոբել, հա, Նյումագներ թարգմանել, մեկը Քրիստոսի իսկության վարույթը, տենց են թարգմանել, անգլերեն կոչվում է Case Against Christ, մի հատ էլ կա Տիրոջ, բայց այն ավելի հին թարգմանություն է, ու տենց իսկության վարույթ չէ, Case Against
գադա թե ինչա կոչվում, դեպքն շատ հետաքրքիր է։ Այս բանը, որ խոսեցինք, ես հիշեցի տարիներ առաջ իմ կարդացած գրքերից մեկը կոչվում էր Հուդա, Ամոս Օզ, իսրայելցի գրող էր, ու շատ հետաքրքիր կողմով էր տալիս։ Ինչներ ինձ էլի շատ բանարել։ Ամերիկա տարբեր համասարաններ է գնում, տարբեր աստվածաբանների հետ է հանդիպում ու տարբեր Քրիստոսի պարագայում ոնց որ ուսումնասիրում է Քրիստոսի պատմության տարբեր դրվագներ։ Նրանք բժշկի հետ քննարկում են այդ խաչելությունը եւ շատ դաժան գլուխ է էլի, բայց ինչն էր ինձ հետաքրքրել, որ այդքան շատ Ամերիկայում աստվածաբանական ֆակուլտետներ կան տարբեր համասարաններում, այդ երկիրը իրականում քրիստոնյաների կողմից է, միսիոներների կողմից է հիմնվել, ցա համասարանները, բաները։ Հետաքրքիր кейս կա, թե ոնց է հրյա գիտնականը քրիստոնյա դառել էլի, բացատրում այն չեն։ Հետաքրքիր է։ Հատ լավ գիրքեր նյումեգը թարգմանել, ջալից սպոյլ անեմ, երկու հատ գիրքի նախաձեռնությամբ են թարգմանել, շուտով լույս կտեսնի։ Ադամ Գրանտի երկու գրքերը, Originals, ինքնատիպերը և Hidden Potential, որը վերջինն է, թաքնված պոտենցիալ։ Իմ լավ գիրք ունեին թարգմանած մի գերմանացու պատմություն, որը 99 թվականին իր մահից հետո երեխեքն են տպագրել 33-ից 38 թվականների Գերմանիայի մասին, վախենալու գիրքը շատ տվեցի պես աս, որ Գերմանիայում ապրում ու անընդհատ այդ նացիստների հետ գալու թեմաների ծեր խոսում, ասեցի մտ այս գիրքը կարդա, գիրքը պատմում է, թե առաջի համաշխարհայինից հետո ինչ վակում էր Գերմանիայում ու ոնց ի վերջո Հիտլերը իր թայֆայով եկավ իշխանության ու դրանք ինչ էին անում, կարդում ես փշաքաղվում ես, էլի, ու փշաքաղվում ես ոչ թե որտեվ տենց բան է եղել, այլ որ այդ բանը տենց աշկի առաջ է այսօր էլի։ Դա հայացքի տակ որ կարդում ես լրիվ այլ է լինում։ Տենց ես անասնաֆերման էի վեր ընթերցում։ Ահագին նոր։ Անասնաֆերման բանը կլասիկա է ինքը տենց։ Բայց ամեն կարդալուց նոր բաներ է բացվում, որ առաջ այդ նույն 1984-ը էլի այսօրվա իրականություն է այնտեղ ինչ որ բարեկամուհիներ կային, չէ, էկրանով միացնում խոսում, որ պահին ուզում անջատում էր, այսօրվա մեր իրականությունն է։ Հետաքրքիր է։ Չինաստանի մասին էլ հետաքրքիր շատ բաներ ունի։ Այդ հեղինակ էլի Դայմոնդը։ Ձեր ասած գրքերում կլինեն։ Ինձ այդ ամենաառաջի Guns Germs-ը։ Ասում է չինացիները ավելի շուտ կառուցեցին օվկիանոսային ոնց որ նավեր, քան եվրոպացիները։ Բայց իրանք Ամերիկա չբացահայտեցին, իսկ Կոլումբոսը բացահայտեց։ Ու նաև նույն ոնց որ պատճառներով բացատրում է, ոնց է որ Չինաստանում բոլորը չինարեն են խոսում։ Ու ուժեղ պետության արդյունք է երկուսն էլ։ Դոմինանտ լեզուն, մնացած լեզուները բանարել, ճնշել է, իսկ նավերի արդյունքում գնացել են Աֆրիկա են հասել, բացահայտել են։ Հետո էլի նրա պատճառով որ պետությունը բավականին տենց կենտրոնացված ուժեղ է եղել, հասկացել եմ, որ այս առևտրականների բանը, այդ նավագնացներին նոր հարստություն է ստեղծում, որը վտանգում է եղած ոնց որ հիերարխիան էլի, դրել են իրենց նավաշինական գործարանները քանդել են։ Նույնը ճապոնացիները 1600-ականներին պորտուգալացիները վառուդը բերել են։ Դրանք զենքի արտադրություն են ունեցել, բան հետո որոշել են, որ հրազենը էդի լավ զենք չէ, ճիշտը
սամուրայների թրերն է, դրե վերացրել են իրանց հրազենը, մինչև 1853 թվականին ամերիկացի Կոմոդորո Պերեսը եկել է, բուժկետ դրելավերները գրակել է, Հասկացել եմ, որ այդքան էլ լավ չի լեջի հեղափոխություն 1853 թիվ։ Ասել է, պիտի ձեր պորտերը բացեք առևտուր անեք, փակ երկիր է եղել 250 տարի, Ճապոնիան աշխարհից փակ երկիր է եղել։ Այդ պորտուգալացիների հարցնել են լուծել, եթե Սյոգուն կինոն տեսել ես, չես տեսել։ Չէ։ Այդ կինոյում սենց է, իսպանացի պորտուգալացիները այդ 1600-ականների կողմերը բաժանել են այդ մասերը, էլի։ Ճապոնիան եղել է պորտուգալացիների ոնց որ բանը բաժանված մասի մեջ ու իրանց միսիոներներին են բերել, ճապոնացիներին սկսել են քրիստոնյա դարձնել, այդ Սյոգունը որ նայես երկու բան կա այդ դինաստիաներից, որոնք քրիստոնյա են։ Տոկուգավան, որ Սյոգունը դառնում, ինքը շատ արագ հասկանում է, որ այս պորտուգալացիք տենց բարիությունից ելնելով չեն էլի իրանց քրիստոնեություն տարածում, ու այդ կինոյում էլ հոլանդացիների նավով այդ բանը ինչ էր դրանում։ Նավապետը որ գալիս է, դրան գալի ասում ես պորտուգալացի քեզ խափում են էլի փող են աշխատում քո վրա։ Ինչ էր դրանում։ Նորը կա շատ լավն է, նայ Սյոգուն հինը կա, Չեմբերլենն է խաղում այդ բանը։ Դնեմ անպայման։ Մի խոսքով էս Տոկուգավան է, որ մնացածների հարցերը լուծում է դառնում է Սյոգուն, էս պորտուգալացիների կոկը կդրում։ Ու 250 տարի իրանք փակ են ապրել։ Շատ հետաքրքիր է։ Ու հետաքրքիր բացատրում է ոնց եղավ, որ Կոլումբոսը գնաց Ամերիկա այդ իրանց կիսատպռատ նավերով էլի։ Եվրոպան ասում է շատ ֆրագմենտացված էր, բոլոր այդ իշխանությունները բաները այդպես առանձին էլի, ու դրա արդյունքում շատ ավելի մրցունակ էր, իրար այդ բոլորը մրցում էին ինովացիայի մեջ էլի։ Ու Կոլումբոսը իտալացի է եղել, գնացել է իր քաղաքի ոնց որ իշխանին դիմել է, փող չեն տվել, գնացել է ի վերջո Իսպանիա, փող չեն տվել, երկրորդ փորձից իսպանացի թագավորն ու թագուհին փող են տվել, ասել են գնա։ Ինքը դե 4 հատ տեքանատ ֆրեգատով գնացել հասել է Ամերիկա։ Ու Եվրոպայում տպելու բանն էլ չէ, ինչ էր Գուտենբերգեր, թե ինչ էր որ հնարեց պրեսը։ Հա։ Չինաստանում իրականում լիքը ինովացիաներ են եղել, վառոդի գյուտը, տպելու գյուտը, բան, լիքը բան Չինաստանում է եղել, բայց հետո որ կոնսոլիդացրել են իշխանությունը, տենց ամեն ինչի վրա տաբուներ է եղել, էլի։ Դրա արդյունքում իրենք հետ են ընկել։ Եվրոպան այդ իր ֆրագմենտացված վիճակով շատ ավելի ճկուն ագտնում իրար միջև մրցել են տարբեր քաղաքները, երկիր չէ, Իտալիա երկիր չկար, Գերմանիա չկար, բոլորը իրար տենց մրցակցելով ավելի բան են եղել, առաջ են գնացել։ Իսկ հետո Չինաստանի նաև անգլիացիներն էին ճնշում, չէ, հայտնի բան կար, որ նարկոտիկ էին պարտադրում, որ Չինաստանում տարածվի։ Մինչև նորս 80-ական թվականներին ուշքի եկան էլի։ Հետաքրքիր է։ Իսկ հիմա իրանց կանգնացնել չի լինում, որտեղ իրանք 4000 տարվա ցիվիլիզացիա են։ Իրանք դեցել ամեն ինչին վերաբերվում են։ Շատ հետաքրքիր գիրք է Ամերիկայի 400 տարվա տնտեսական պատմությունն է։ Ըստ մեջ չինացիները նայեցին, ասում են Ամերիկա կապիտալիզմ, ազատ շուկա, ասում են չկա էլի արդեն շուտվանից 20-րդ դարի սկզբերից սկսած քիչ-քիչ կայքեքը տարբեր ֆեդերալ բաներով ձգեցին նույն այդ արժեթղթերի հանձնաժողովը իրականում ծնվել է 30-ական թվականներին դեպրեսիան սանձելու արդյունքում Ռուզվելտն է բան արել։ Ինչև էլի տարբեր գործակալություններ այդ ֆեդը բան, ասում են չինացիք նայեցին հասկացան, որ այդ ամեն ինչը իրանք է կարան էլի
կարգավորվող տնտեսություն ունենալ, ուղղակի Ամերիկայում երկու կուսակցություն է, իրենք մի կուսակցությունով են, ինչ է, տեղերով փոխվում են, բայց պետությունը դոմինանտ է այսօր, նույնը չինացիք են անում, ուղղակի չեն փոխվում։ Եթե ձեր աշխատասեղանը խոսեր, ինչ կպատմեր ձեր մասին։ Շատ բան չէր կարա պատմել, աշխատասեղանները սովորաբար մաքուր են լինում կամ իրենց վրա գրքեր են հայտնվում։ Քիչ տեղեկություն ունեն, այսինքն դրա համար չեն կարող խոսել։ Եթե զուտ իրանց ֆիզիկական մակերեսի մասին է, չգիտեմ։ Լավ։ Աուդիտը մենք բան ունենք, մաքուր սեղան, մաքուր էկրան հասկացողություն կա։ Սեղանիդ պետք է աշխատանքային նյութեր չթողես, դեսկտոպը պետք է մաքուր պահես։ Մասնագիտական մոտեցում փաստորեն։ Նաև ես ոչ մի ֆայլ երբեք չեմ ջնջում։ Բա ինչ եք անում։ Խոմ եմ։ Կոմպյուտերի մեջ անսահմանափակ չի տեղը։ Իսկ այդ մենակ աշխատանքային ֆայլերին է վերաբերում, թե ցանկացած բան, որ ձեր ունեք։ Ցանկացած ֆայլ, որ ես ստեղծել եմ, մի տեսակ այդ ժամանակը ջանքը, որ դրել եմ, ափսոսում եմ ջնջել։ Հետո որ ժամանակ անցնում, ինքը նաև հետաքրքիր տեղեկատվություն է, չէ՞։ Ես օրինակ տենց մի 2 տարի առաջ իմ թուդուն էի նայում։ Մի օր, մի քանի տարի հետո մեկը պետք է գալի։ Հա։ Լավ, ու վերջին բանը մեր դիտող ու լսողների համար, ասեք 3 փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ, ու փորձենք հասկանալ, որքանով են մարդիկ ձեզ ճանաչում։ Լավ։ Փորձենք։ Սովորել եմ Անգլիայում։ Երբեք չեմ եղել Ճապոնիայում։ Եվ արդեն պապիկ եմ։ Ճիշտ պատասխանը մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած մարդիկ կստանան։ Շնորհակալություն շատ Արա ջան այսօրվա համար, հաճելի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։